Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր նորից ուղիղ եթերում ենք, մեր հայրենակիցները շատ SMS-ներ են ստացել, շատ խնդիրներ և ասում ենք և ինչի եթեր չես մտնում, ուղղակի սիրելի հայրենակիցներ ժամանակի խնդիր կար, որ չենք կարողանում եթեր մտնել, բայց այսօր փորձեցինք մտնել եթեր և խոսել նորից թեմաներ, որը որ շատ կարևոր է մեր երկրի համար, սիրելի հայրենակիցներ, ինչպես ես խոստացել էի, որ ես կանգնած եմ և հիմա էլ նույնը ասում եմ, որ կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, նամակների մասին, որ ես խոսում էի դեսպանատներում գրելու, շնորհակալություն մեր սենատի խորհրդին, խորհրդի նախագահին, որ նայեցին նամակը և խորհրդատվություն անցավ, որ այդ նամակը ճիշտ նամակներ է ուղարկել բոլոր դեսպանատները և պատմել այդ անձի Վարդան Ղուկասյանի մասին, որ այսօր ինքը շինծու գործերով մեր այսօրվա կառավարության կողմից այդ անձը լինելով Ամերիկայի բերդերից մեկին անազատության մեջ և այն ինչ որ ես խոսք եմ տվել և ինչ որ ես ասել եմ, դա վաղվանից գնում է, ես կներկայացնեմ նամակը, տարբեր երկրներ, մեծ ծավալի, շատ մեծ ծավալի երկրներ է գնալու, բոլոր ռուսական դեսպանատուները, որ Վարդան Ղուկասյան լինելով ծննդով հայ, քաղաքացիությունը Ռուսաստանի, ես մտահոգված եմ մեր հայրենակցու առողջության և կյանքի համար։ Ես ինչպես միշտ ասել եմ արդեն տարի ու կես է, որ ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, սիրելի հայրենակիցներ, և դա շարունակվում է։ Ես չեմ կարող սարերը շուռ տալ, բայց այն ինչ որ ես փորձում եմ օգնել և բարձրաձայնել նրա առողջության, նրա խնդիրների մասին, ես դա ասել եմ և անելու եմ մինչև վերջ, ուզեն թե չուզեն շատերը, որովհետև նա մեզանից մեկն է, որը բարձրաձայնում է ճշմարտությունը, նա ասում է, որ Արցախը հայկական հող է, նա ասում է, որ Արևմտյան Հայաստանը դա հայկական հողեր են, նա շատ հազարավոր թեմաներ է բարձրացրել, որ դա իրականություն է, և ես լինելով քրիստոնյա, հայ քրիստոնյա, անկախ ամեն ինչից ես իմ ձեռքն եմ մեկնել Վարդան Ղուկասյանին և նորից շարունակում եմ և շարունակելու եմ իմ ձեռքը մեկնել և ասել, որ եղբայր, ես անձամբ քո կողքը կանգնած եմ որպես քրիստոնյա, այն ինչ որ ինձ Աստվածաշունչը սովորացրել է։ Հիսուսը չի եկել հիվանդների, առողջների համար, Հիսուսն եկել է հիվանդների, նեղերի, բերդում նստածների, խնդիր ունեցողների համար։ Եթե մենք բոլորս գնանք էլիտայի հետևից և օլիգարխների հետևից և մեր բարեկամ կամ սիրած մարդկանց հետևից, պատկերացրեք մի պահ, եթե Հիսուսը դա նույնը մեր հետ աներ, ջոգողություն դներ, որ սա փարիզեցի է, սա չգիտեմ, հարկհավաքող է, սա օլիգարխ է, սա գեներալ է, սա և սա է։ Ոչ, Հիսուսը խաչվեց բոլորի համար։ Դրա համար ես ինձ պարտք եմ համարում քրիստոնյա լինելով բարձրաձայնել խնդիրը և իր կողքին կանգնել։ Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, նամակները պատրաստ են, շնորհակալություն Արամ Մկրտչյանին, շնորհակալություն մեր թիմին։ Ես այդ նամակը, որ ինձ ուղարկեցին, արդեն պատրաստված, ես խոսել եմ իրավաբանների հետ, ես խոսել եմ, խորհրդակցել եմ Լևոն Բաղդասարյանի հետ, որը բոլորը ողջունում են միայն այդ նամակների բովանդակության մեջ այն ինչ որ գրված է, և վաղը ես ուղարկելու ժամանակ նամակները կնկարահանեմ հենց ուղիղ եթերում, որ երկրներն են գնում, որ դեսպանատները։ Այնպես որ Նիկոլ, ձեր պլանը նորից չի ստացվելու, մենք փորձելու ենք ցույց տալ ձեր դեմքը, որ դուք մարդկանց իսկական ընդդիմադիրին, մարդ, որը բարձրաձայնում է, մարդ, որը որ կանգնում ասում է, որ այսպես չի, այսպես է, եւ այդ մարդուն դուք այսօր բռնայ փագի տակ եք պահում։ Այն խաբեպա օլիգարխներին կամ այն մարդկանց, որ երգիր են վաճառը դրանցը, այ հետաքրքիրն ինչ էր, որ սիրելի հայրենակիցներ, Սաշիգին, 50-50 Սաշիգին Սերժի աղբորը արդարացրեց, հասկանում եք,
Էսի արդեն աբսուրդ է, որ մենք տենում ենք Սաշիկին, եթե նա արդարացրեց, բայց հեղափոխությունը 18 թվին ինչի համար էր, Սերժի եւ Սաշիկի նմանների համար էր, որ նրանք պետքա բերդում նստեին։ Հենց Նիկոլ Փաշինյանը շատ անգամ խոսել էր 50-50 Սաշիկի 50-50-ը, նրա որդիների արած խնդիրներից, ժողովրդին տերորի ենթարկելով, ժողովրդին խաբելով, վախացնելով, սպանելով, իրանց ասած խոսքերով, Նիկոլի ասած խոսքերով նա պատգամավորել, նա դրա մասին խոսում էր եւ արի ուտես, որ այո, լրբերը դարան սրբեր, սրբերը դարան լրբեր, Գայանե Ցարգարյանը նոր գրառում էր գրե հենց այդպես, Գայանե ջան, օգտագործեցի գրառումը հենց նոր, այո, արի ուտես, որ Սերժի աղբերը Սաշիկը դարավ սուրբ, իսկ սրբերը դարան լրբեր։ Այո, սա աշխարհի դրվածքն է, սա հենց սատանայի խավարի գործն է, որը փորձում է սաղմոսներով փորձի հայ ազգին խաբել եւ շատ քրիստոնյա ազգ քշատերդ հավատացել եք նրան եւ դուք այդ խայծի մեջ եք, որը շատ շուտով ձենը կլսեք, որ դուք խափնված եք, բայց էսա հայի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, ես խոսել եմ եկեղեցուց, որ ես ունեցել եմ կապ Բարսագույն հոգևորականի հետ, որ նա զգուշացված էր նրան, որ քանի տարի առաջ եւ այդ խոսակցությունները, գալասաբոյները եւ SMS-ները կան, որ հաղորդի մեր կաթողիկոսին, որ այսպիսի վտանգներ եւ այսպիսի խնդիրներ կան։ Մեր առաջարկը եղել է եւ բարձրագույն հոգեվորականի խոսքերով նա ասում էր, որ հաղորդել է այդ ամեն ինչը, բայց մերժվում է կամ սպասեք եղբայր։ Հիմա ես ուզում եմ հոգեվորականի նկարը ցույց տալ, ինչի համար, որ խոսելով խոսում ենք եւ նրանք մեկ այրանց գործն են անում։ Ստեղ ինչ շատ հարց է, ես նորից եմ ասել, որ օգոստոսին, երբ որ Նիկոլ Փաշինյանը կվերցնի այդ ղեկը, վարչապետության ղեկը կվերցնի, ես ասել եմ, որ մի րոպե կներեք, հեսա բացեմ այդ էջը, որ տեսնենք ում հետ, ումն եմ ես հիմա փորձում մեկ րոպե, սիրելի հայրենակիցներ, թարսա, որ չի բացվում, մեկ րոպե։ Այս երեք ես տեսա մամուլով, որ հոգևորականներին տանում են 20-րդ թե 25-օրով հատուկ ծառայության։ Ես հիմա նորից ասում եմ, պարոնայք, պարոն հոգևորականներ, ձեզ օգոստոսին ծեծելով են տանելու, ձեզ օգոստոսին բռնաբարելով են տանելու, ձեզ օգոստոսին, կներեք, ուղղակի չի բացում այս նկարը, ինչի չի բացում, բայց ես ուզում եմ հասկանամ, ինչի չի բացում։ Փորձեմ մի ուրիշ ձև բացել։ Ձեզ նորից եմ ասում, որ ծեծելով տանելու են եւ խայտարակ են անելու։ Շուտով պատրաստվի թող հայ առաքելական եկեղեցին, որ պատասխանա տալու իր արած սխալների համար եւ չարածի համար, իսկ Նիկոլը այլանդակ ձևով ձեզ նակազատ անելու։ Ոչ եմ, ինչ որ է չի բացում, բայց այստեղ կա այստեղ այս սև շորերով մեր հոգևորականը Բարսագույն, մի րոպե, եթե կներեք մի վարքյան, սանց անենք, որ երևա, նայեք, այս խաչը վրեն գցածը մեր Արսենն է հոգևորական, որ այս տարիներ առաջ մենք շփվել ենք իրար հետ եւ նա էր կաթողիկոսի հետ, սրբազանի հետ խոսում։ Այն ինչ որ մենք ասել ենք, դա կատարվում է եւ նա կհաստատի։ Ու ես երեք լսեցի, որ իրեն տարել են, ես իր հետ կապնվեցի, իրենց տարել են սովորացնեն, թե ինչպես կարելի է կրակել կամ բանակ գնալ։ Լավ է կարել, շատ լավ է կարել, այո, ձեր մոտ ստացվավ, որտեղ դուք չլսեցիք, իսկ Նիկոլին, իսկ որ մեզ չի լսե, Նիկոլը դրանցը պատժում է։ Մենք շատ բան ունենք ասած մարդկանց, մարդիկ չեն լսել եւ արդեն շատերը դաժե պատժվել են
շատերը դաժե չկան եւ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի հարց տալ, եթե հայ առաքելական եկեղեցու գործող կոչված սրբազան կամ բարձր կարգի հոգևորականների Նիկոլ Փաշինյանը տանում է 25 օրվա վարժանքների, շատ լավ անում, այո, բոլորը պետք է սովորեն կրակել, դա շատ լավ է։ Բա հիմա Նիկոլ, ես ուզում եմ քեզի հարց տամ, աղանդավորների եւ ավելի շատ Եհովայի վկաներին եւ մորմոններին, եթե օրենքը մեկ է եւ նույնն է, քանի հատ մորմոն, կրոնական մորմոն է տարել 25 օրով եւ քանի հատ Եհովայի վկա է տարել։ Ես ուզում եմ կոչ անել մեր բոլոր լրագրողներին, բոլոր եւ այն մարդկանց, ով որ բլոգերա եւ եթերներ անում, պահանջեք հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը այդ նույն տեմպերով մորմոնների եւ Եհովայի վկաներին տանի ծառայության, որովհետեւ ոնց կարող է լինի մեր տղեկն էթան կռվեն կյանք տան, իրանք վայելեն Եդեմական պարտեզում, դա մի քիչ ճիշտ չի։ Եթե վայելում ենք բոլորս միասին, եթե կռվում ենք ամեն մեկս մեր ձևով։ Հիմի սիրելի հայրենակիցներ, պահանջեք Նիկոլ Փաշինյանից, նույնը Նիկոլ Փաշինյանի ընտրողներ, որ դուք ընտրել եք, բան չի չեն տանում։ Հարց, ինչի պետք է քո տղեն գնա ծառայի, դու ընտրես այդ նույն վարչապետին, ասես դու մեր, չգիտեմ, Վելիկայա Էնգել, հա, ու քո տղեն գնա այդ նույն 25 օրը կամ Արցախ կամ սահման 2 տարի կամ տարի ու կես հեսա որ սարքեն ծառայության, Եհովայի վկան նույն քո հարևանը չի գնալու։ Բայց եղավ։ Բայց չէ որ օրենքը բոլորի համար է։ Բայց չէ որ այդ Հայաստանի Հանրապետության մայր օրենքը համ քո համար է, համ իմ համար է, համ Եհովայի վկայի համար է, համ քարիզմատիկի համար է, համ մորմոնների համար է, համ էլ մնացած տարբեր ազգերի, ով որ մեր երկրում ապրում են արդեն դարերով, բոլորի համար է։ Ինչի դե ուրեմն պետք է մեր եզդի եղբայրները կամ ասորի կամ մնացած են եղբայրները, ասեն գիտես ինչ կա, մեր օրենքի մեջ, մեր տրադիցիայի մեջ ասում է, որ մի գնացեք օտար երկրի սահմանները պահեք։ Մենք ինչքան հերոս կռված եզդի աղբերներ ունենք այսօր, փառք ու պատիվ, ես ինքս շփվում եմ լավ աղբերների հետ, ես ինքս մի քանիսի խավոր եմ, եզդիների խավոր եմ, հա, ու ես հարց եմ տալի, ինչի եզդին ասորին կկռվի մինչև վերջ, սահմանը կպահի իրանց այրան գնով, այսօր հայ Եհովայի վկան, որ ինչա Եհովայի վկայա, չի ելնելու էթա սահման։ Դա անբարոյականության է, օրենքը խախտելով, դա ճիշտ չի, ես դա ճիշտ չեմ համարում, եթե բարձր հոգևորականը Ռուսաստան գնի կամ Եվրոպա որևէ մի թեմի առաջնորդի ուղղակի բռնում եք նակազատ անելով, չնայած ճիշտ եք անում Նիկոլ, որտեղ չլսացին մեզի։ Չլսացին, այս եթերը իրան էլ ես այսօր կուղարկեմ, թող նորից լսա, որ ականջին օղ անեն լսելու, այ որ 7 տարի առաջ, 5 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, մինչև Նիկոլը մտավ Էշմիածին, ես զգուշացնում էի, սենց մի արեք, ճիշտ մենակ ես չէ, թիմը իմ բերանով էր զգուշացումը, բայց թիմը ասում էր մի արեք, բայց չլսեցին, դե գնացեք ծառայեք, համեք սովորեք ինչա նշանակում ծառայությունը, որովհետև ձեզ սպասում է հայ առաքելական եկեղեցու ծառայողներ սպասում է շատ վատ օրեր, խայտառակ օրեր, եթե դուք արդեն դրսում եք, էլ չեք մտնի ներս, դա արդեն հասկացել եք ինչի համար է Նիկոլս անում, ստրախա գայնատանում ձեր վրեն, բայց Աստվածաշունչն ասում է մի վախեցեք, աղոթեք եւ արեք։ Հələ տեսնենք քանի հատ արդեն հեսա մեծ հավաքներ է լինելու, էս է լինելու, տեսնենք հələ աշխարհով մեկ մեր սրբազանները եւ հոգեվորականներ կգան, թե չեն գա։ Ով գալու է բռնիտանի բանակ։ Նոր բրենդ ասած, ով գալի միանգամից այդմա բանակ։ Շատ լավ է, ոնց որ հասկացել եմ, որ բանակից է սկսվում երկրի սահմանները, բայց ոչ այդ գեներալի հետ։ Այդ հրամանատարը պետք է փոխվի, որտեղ հրամանատարը չի կարող ճիշտ հրամաններ տա։ Բանակ ուղարկելը ճիշտ է, բայց հրամանը չի կարող տա։ Սիրելի հայրենակիցներ, պահանջեք Նիկոլ Փաշինյանին, Եհովայի վկաներին եւ 50-ականների, բոլոր այդ քարիզմատիկներին, ով որ ռելիգիայի մեջ, օրենքի մեջ է, իրանց դրած օրենքի մեջ է, նրանք բոլորը պետք է գնան ծառայության։ Այո, թեկուզ այդ 25 օրը պետք է գնան նրանք
վերցնեն, հասկանան ինչ անշում խրամատը, զենքը եւ այդ ամեն ինչը հայրենիքի պաշտպանությունը։ Հիմա մի սուտի հայրենապաշտի եմ ուզում ցույց տալ, որ հասկանանք այս մարդը ձեր երեխեքի մսաղացն է։ Դուք այս մարդուն ընտրել եք, սիրելի հայրենակից։ Տեսեք, ձեզ սիրելի եմ ասում, որովհետև դուք իմն եք, բայց այս սրապես տեսակը հիմա լտենագը կբացի, ես չգիտեմ ինչա կատարվում։ Մենք մեզ մտածում ենք փոզիչումս խոսում։ Մենք մեզ մտածում ենք Բոլորը ճանաչում եք Սասուն Միքայելյանին։ 2 տարի առաջ Սասուն Միքայելյանը նայեք ինչ խոսքեր ասում։ 1 րոպե։ Ինչ դիմաց։ Կա նման բան։ Թող ադրբեջանցին իմանա, որ հանգարց նման ոտնձգությունի մինչև Բաքու քայլելու ենք։ Մենք մեզ մտածում ենք փոզիչումս եք խոսում։ Այդպես բան չի կարող լինի։ Ինչ փոզիչում։ Ինչ դիմաց։ Կա նման բան։ Թող ադրբեջանցին իմանա, որ հանգարց նման ոտնձգությունի մինչև Բաքու քայլելու ենք։ Մենք մեզ մտածում Սասուն, ես չեմ հարգում քո պագոնները, որովհետև դու պոտենցիալ մուտիլովչիկ բոզի տղա ես, ես բոզ բառը դա բարոյական իրավունքներից զրկված մարդ, թող սա հայ ազգը եւ Սփյուռքի թասիբով հայ խորխեն քու երեսին, գիտես խի, բա բոզի տղախի ոտով չհասար Բաքու, հա? Հիմա որ դու կանգնած ես այդ ստորագրությանը, ուրեմն ասեմ սիրելի հայրենակիցներ, սրա նմանները այսօր մի բան են ասել, վաղը մյուս ուրիշ բան են անում։ Եվ դրա դժվողը դուք եւ ձեր սերունդն եւ ձեր երեխաներն են։ Սրա նման բոզի տղեկը խափեցին ձեր երեխեքին ասելով, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Եվ տարան ձեր երեխաներին սպանեցին։ Ձեր երեխաներին սրա նմաններն են, կուտը տվեցին, հոգեբանական սնս բան տվեցին, որ տեսեք մենք ոտով կհասնենք Բաքու, բա համի ինչի էս բոզի տղեն չի դատվում։ Խի են մնացած Արայիկ Հարությունյան, այն չգիտեմ ինչան էր այդ մնացած պրեզիդենտները, որ դատվում են, շատ լավ են անում։ Դրանցը դատում են, այս տեսակ բոզի տղուն չեն դատում, կարաք ինձ մի հատ ասեք։ Այս մարդը ոտով էթում հասնում էր Բաքու, էթում հասնում էր Բաքու, ինչ աներ այն ժամանակ։ Ասում էր մի զիջումներ։ Հիմա սրան պետք է դադեն, թե չդադեն, սիրելի հայրենակից, սիրելի Նիկոլի ընտրող, սիրելի, չգիտեմ, ում ուզեք ընտրեք, լավ եք արել, ձեր ցավը տանեմ, սավից ցավը տանեմ։ Այս մարդը ոտով էթում հասնում էր Բաքու, այս չստացված գեներալը։ Այս ուղղակի ձեզ հարգում եմ, բայց որ ես իրան տենամ, այսպես լաբավո, ես իրան իմ տղավարի խոսքը կասեմ, սա կխորխեմ իր դեմքին։ Այս վերջերս շատ հետաքրքիր մի հարազատ մարդ ինձ գտել էր իմ եթերներով, որը ինձ շատ հարազատ մարդիկ են, եւ արյուտես մարդը բարձր աստիճանի զինվորական եւ այսօր ապրում էր Եվրոպայում, երբ որ մենք շփվեցինք, շատ ուրախացա ու շնորհակալ եմ իմ եղբորից, որ ինքը բարձր աստիճանի զինվորական լինելով մի հատ հարց տվեց, ասես գեվ, կարաս եթերով բարձրաձայնես, որտեղ մարդը հենց այս կուխնյա, այս բոզի տղեկին ճանաչող մարդ է, մոտ, հա, կանգնած, ասեց, այս սրա նմանները Արցախում են ստացել գեներալի կամ որևէ մի պաշտոն։ Այդ պագոնները, որ դրել է սրապես բոզի տղեն, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է պահե, որ պագոն են տվել, այ Արցախը գնացեք կռվե վրոձի սենց իր արևին, ու սրա նման շատ, այն Գագիկ Մելքոնյան, մնացած այն բոզի տղեկը, որ այսօր ասում են խաղաղություն։ Բա որ դուք արա ասում եք այդ հողը Արցախը հայկական հող չէր։ Բա հիմա հարց Բարձր զինվորականից հարց եմ ես հնչեցնում մեր հայ ազգին, ձեր ցավը տանեմ, ով ուզում եք ընդրածելեք, ճիշտը մնում է ճիշտ։ Եթե այս մարդն ասում է Արցախը դա Հայաստանը չի, հայկական հող չի, այս մարդուն տվել են Արցախի հերոս, գեներալ, տոլի ես իմ ինչի պագոնները վեկալը տվել են, այստեղ խփես հենց կանգնած է։ Բախի իմի չի հրաժարվում սրանից, սրա նամուսը թասիբը ուր է, եթե այ բոզի տղեք, եսի ձուկ պրիզնատ է գալը Նիկոլետ, եսի ձերը չի եղե, նախ առաջինը բավոր ձերը չի եղե դում դեմ եք կրվե 35 տարի,
Էսուն եք խափե, էսուն եք տարե փուրը տվե։ Երկրորդը, ես գիտեմ, որ շատ ծանր թեմա եմ խոսում, սիրելի հայրենակիցներ, բայց դե պետք է խոսան, պետք է որևէ մեկի բերանից դες ճշմարտությունը դուրս գա, թե չէ։ Հիմա ես հարց եմ տալիս, Սասուն, Գագիկ Միքայելյանես, ինչս ինչ ոչմ։ Բոզի տղեկ, այդ պագոնը, որ տվել են ձեզ, ինչի հիմքի վրա եք դուք ստացել որպես գեներալ։ Հարց տվեք, ընդրողներ, հարց տվեք, ինչի համար եք դուք ստացել, ահա, կամ հրամանատար, կամ որևէ, չգիտեմ, աֆիցեր, կամ ինչ-որ մի հատ պագոն, որ դուք ստացել եք։ Արցախի ինչ-որ մի բան արածի համար։ Բայց այդ ձերը չէր։ Դուք ո՞նց եք էդի վերցրեք, կամ ինչի չեք հրաժարվում։ Բա հրաժարվեք, դարեք հասարակ, չգիտեմ, մարդ։ Թողեք ձեր այդ պաշտոնի անունը, որ չասեն, այս ինչը գնդի հրամանատար է, այս ինչը աֆիցեր է, այս ինչը գեներալ է։ Ո՞ս կլինի արա, էթակնդե դառնա գեներալ, գաքստեղ ասեք էդի մեր երկիրը, չէ՞, ու ոչ մեկ չի դատվում։ Ասում են ռուսներ մեղավոր։ Արա լավ ռուսներ մեղավոր, կորեաներ մեղավոր, ալմոլորագայներն են մեղավոր։ Իմացաք, որ էդի ձեր երկիրը չէ, ստոպ տայք։ Ստոպ չտվի տարեք երեխեքի գլուխը կերակ, բոզի տղեկ։ Իմացաք, որ էլի ձերը չի։ Ինչի չեք հանում այդ ձեր պագոնները, դնեք, ասեք ախպեր, էսի մեր երկրի պագոնը չի, էսի իմ պագոնը չի։ Դու հիմի Սասուն ինչ պագոն ես, ինչ պաշտոն ես ներկայացնում։ Ինչ։ Բախի չես հրաժարվում, արա։ Այդ բանը որ ունես, այդ հələ մատ ինձի հուշեք, ինչի բաներ էդի։ Հələ մատ գրեք ինձ, այդ Սասունը ինչն էր, երկրապահ։ Երկիրը դու ինչ ես երկիրը պահում, այ բոզի տղա։ Ինչ երկիր ես դու պահում, եթե ասում ես այդ երկիրը մերը չի։ Բախյա մնացե, խես դու ռոջիկ ստանում, արա։ Խաղաղության թուղթը ստորագրել է, կռիվ չի լինելու են, հիմի Սասուն դու պետք է քո վզից վեկալ են շպրտեն դուս, այդ երկրապահն էլ ախպեր, ծրել է թար, խիա մնացե երկրում, ինչ ես պահում։ Բայց ո՞ս կարա լինի, համ խաղաղություն, համ Սասուն Միքայելյան, համ երկրապահ գցենք, ո՞ս կարա է դիլնի։ Նիկոլ, ո՞նց է դիլնեմ, իշքան փող եք դեղ ատկատ անավեթումա, դրա անվանտակ, բայց թե խաղաղությունա Սասունին պահում ես ինչ անես, Սասունի այդ ստացած զվանին, որ հիմի իրա այդ էշ ուսին դրած է, էդի այն հողի զվանինա, որը որ մեր հողը չի, ինչ գործ ունի դրա զվանին մնա իրա վզին։ Այդ զինվորականը հարց է տալում, ես անունը չեմ տալում, բայց ձեր բոլորին հարց է տալում, ասում է, արա, դուք եթե Արցախից եք ստացել այդ զինվորականի պաշտոնը, ու հետո դուք համաձայնում եք Նիկոլետ, որ այո, դա մերը չէր, Սերժ Սարգսյանը կամ չէ, ալմոլորագայինները մարդու վրան շարժան են, իրանք սուրբ ընտանիք են, կամ քոչոն, կամ որևէ մի բոզի տղա, սուրբ են սա, մաքուր են։ Բա որ էդի մերը չի, ալմոլորագայինները վաճառել են։ Արա, բա ինչ գործ ունեք դուք այդ մեդալները պահում եք, այդ ուդոն պահում եք, այդ հագուստը թմկայնում եք, չես եք տալում, ումն եք չես տալում։ Դուք ուրիշ երկրի ծառայող եք եղել։ Ուրիշ երկրի ծառայող եք եղել։ Նշանակում է, ես ես կարամ մտածեմ, այս իմ մնենին է, ասենց ասացա, որ դուք ուրիշ երկրի ագենտ եք եղել։ Ես դից եմ մտածում, եթե Արցախը մերը չէր, բա դուք ում եք ծառայում, արա։ Բա այսքան զոհ ոնց խփին։ Ռոստամի ոնց է գա ուղիղ բայրակտարը հենց այդ մարդու վրան պետք է կաթար։ Ուրեմն ձեր նման բոզի տղեկն են նավոդք են տվել, որտեղ Թուրքիան կողմից ոնց գիտեր Ռոստամներ թե Պողոսյան Պողոսներ։ Ոնց։ Հարց եմ տալի, ոնց սիրելի Թասիբով հայրենակիցներ 15-ից 20 միլիոն հայ։ Հարց եմ տալի, այս մարդու տեղը թուրքը ոնց իմացավ այդ եկա անդարի մեջ 200 հոգի 50 մետր եկան, պետք է գար այս բայրակտարը իրան կպներ։ Ոնց։ Այս սրա նման բոզի տղեկն են ուրեմն նավոդք են տվել, որտեղ մենակ սրանք գիտեին, որտեղ է Ռոստամը կայնեմ։ Էսա ճշմարտությունը, այս մարդն էլ ախպեր ջան, այսօր պրեզիդենտա գալը, որ Արցախը Հայաստանի հողը չի։ Այս մարդը համաձայնա խաղաղության, լավ անեմ։ Բայց թող այս մարդը նամուս թասիբ ունենա, հանի այդ պագոններ, ասի ախպեր, ես էլ զինվորական չեմ, որտեղ մենք սխալ Հյուսիսային Կորեայում ենք ծառայել։ Բայց սրանց նմանները սիրելի հայրենակից անկախ քո կոնորոշման թե դու ինչ գույն ես ընտրել այսօր։ Սրա նմանները պետք է դատեն, բա հիմի հարց տվեք, Սասուն Միքայելյան,
Դու ասում ես ոտովի զիջում ար ասում է ոտով եթալեմ հասնեմ բան Բաքու բա այ բոզի տղա հիմա ես քեզ չասեմ աչոդներ տալեմ եմ դու պոտենցիալ Սասուն Միքայելու քո նման հրամանատարները բոզի տղա են կարակ ասեք Ավստրիայի գերն ասում է բոզի տղա 24 ժամ 7 ռեժիմով ձեզ ասում եմ ձեր նմանները բոզի տղա են որ դուք իմանալով արա ժողովրդի տարի փրթել եք արա սենց եք խափետար երեխեքին սենք Абսուրդ, սիրելի հայրենակի, սիրելի այդ ընդրողներ, ձեր ցավը տանեմ, абսուրդ է էսի։ Փաշինյանը կայնավ ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ, ասելա Շուշիում։ Բայց այդ դժգույն, դժբախտ քաղաքեր, այ բոզի տղա, դու խիլար գնացիր հասար Շուշի, կայնար ժողովրդի բարեա հոգեբանությունը բարձրացրի սարքիր Սենց ցուլիկ, ցենք սարքիր արյուծ սաղին, չնայած մեր տղեկ արյուծ տղեկ են եղել, միշտ իրանց իսկական հայ ինքնից արյուծել ծնվում է, դրանք կասկած չկա։ Այս մարդկանցը դու ուրցրիր, վերջում նավոտկել տվիք սրանց նմաններին, բերի գցեցիք տղեկին երրաբլուր արա։ Բա որևէ մեկը սրան կարա հարստա, սիրելի լրագրողներ, 1000 անգամ վեկալում եք էջերս նախելի եմ ասում, գրելուց որ գրում եք իմ էջերը վեկալում գցում եք ձեր էջերը, ճիշտ գրեք։ Հիմա ես հարց եմ տալի, այսպես գրեք ասեք Ավստրիայի գերն ասում, այ բոզի տղեկ։ Բա ոտով եթում եք հասնեիք Բաքու։ Խիչ գնացիք, այսօր գնացել եք խաղաղություն եք տալ, ասում եք Արցախը մերը չի եղել։ Այն Շուշի բանը Եկեղեցի բանը որքան լավ են անում, իրաց երկինը լավ են անում, ախպեր լավ են անում։ Եթե լավ են անում, Սասունի պես, Գագոյի պես, այդ հրամանատար գեներալ կոչվածը ինչ գործ ունի Հայաստանում։ Կամ սիկիր արեք սրանցը Բաքու, թող էթան իրանց գործը շարունակեն բոզի տղությունը։ Կամ հանեք Տրուբինով դադեք սրանցը, որ հասկանան կարա օրենք գոյություն ունի։ Կամ էլ ղրկեք ձեր երեխեքին հաջորդ մսաղացին մի ուրիշ ձևի։ Ելնելու է։ Այս մարդը ձեր երեխուն հիմա ինքն է խոսում, կողետ ես եմ խոսացել։ Արա լավ, նուժելի իրավաբաններ դուք չեք կարող, արա դրսի հայ իրավաբաններ միլիարդների մեջ կորած, արա դուք մեծ օֆիսներն եք, հայ իրավաբաններին եմ դիմում, համայնքներին եմ դիմում, լոբինգներին եմ դիմում, դուք չեք կարող այս բոզի տղեկին դադի տակ, արա, ասեք հələ մի րոպե, ախպեր ջան, հələ լուպոյ իրավաբանի բերեք, ես նստեմ լուպոյ տեղ, 4 լեզու տիրապետում եմ, 4 լեզվով խոսանք, լսանք, հասկանանք, հələ մի հատ հասկանանք, մի հատ էլ լսամ, էլի, կարող է ես 50-ից մարդ եմ, ծերացել եմ, հələ մի հատ ստեղ նորից լսացեք։ Ինչ փոզիչում, ինչի դիմաց, կան նման բան, թող ադրբեջանցին իմանա, որ հանգարց նման ոտնձգությունի մինչև Բաքու քայլելու ենք։ Չքայլողի ասել եմ, բեմի քայլա, ուր են լավ տղեկը, բեմից բառը ասլա, տղամարդ են տղենա, որ բանը ասում քայլում է, ասում անում է, գևն ասում է անում է, գևը անում է ու ցույց տալեմ որ էսի ես արել եմ բա հիմի եկա հրամանատար մարդ եկա զորք ունի եկա ժողովուրդ ունի իր հետևը գցած բա ասեք այ բոզի տղա բա ասել ես քայլեր խիչ քայլիր միջև վերջ արա ինչեզ բա Նիկոլախի քեզի հարց տա դու քեզ սաղ մնացե արա քեզ սաղ մնացե եթե դու քայլեր հասներ Բաքու պետք է մի հատ Իսկանդերի մի հատ ծերը կպներ քո հետևին խիչ կպավ քեզի Իսկական հերոս տղեկին 35 տարվա սահմանը, որ ոչ մի բանի դեմ չի կային երանդանիքի երեխեքի մնացած աղբեն 18 տարեկան երեխեն գնացին նավոտկով են հզոր տղեկին խփեցիք ձեր նման բոզի տղեկը, այսօր սրապես ասма ոտով քայլելու են Բաքու, ուրը սաղա։ Սեք ջոգում եք էսի սաղալը։ Ոտով էթացող Բաքում առանց բրոնի ժիլետ, առանց ոչ մի հատ բանի Սասուն գնաց, եկավ, վաու, այս ինչ էր, այս ինչ հրաշք էր, արա, այ քեզ բան։ Ռեմբոն, մեր օրերի թազա Ռեմբոն է այս բոզի տղեն։ Ես էսի որ լսում եմ իմ, չգիտեմ, իմ սաղ բջիջները խառնում է իրար, արասներ լավ ես ունեն արա չմոյի տեղ տրի արա։ Արա 15-20 միլիոն հայի սրապես չմոն խափի արա, էթակ մի ադեր սրան լի ձենտակ։ Ձերեք տվել լավ է կարե, հմի ասեք արա բախի չս քայլեմ։ Ինչ պետք է ասի։ Ձունա, անձրևա, սառուցա, ճամփեկը սլա գգնի, գցենք ինչ պետք է ասի։ Սրան ինչ պրինտեզա պետք է բռնի։ Ասում էին սիչումներ, սկսենք երկրի 100%-ը, 30%-ը Հայաստանի հողից այդ տարածաշրջանի 100%-ը պատարակ տվել, ասում ինչ, սկսենք արեսում են գժի տեղ դրե։ Են բոզի տղա Նիկոլ ընդեղա գժի տեղ դնում աշխարհին ասում մեզի պետք չի ասում Ռուսաստանն է մեկն է մյուսն է մենք էթում ենք Եվրոպա։ Արա ծիրանը բրծավ այ բոզի տղեկ, խի ավստրիա ծիրան չի եկե, գիլաս չի եկե հայկական որ էթա մեզ առնեմ ուտեմ։ Խի չեք ղրգե բա։
Երբ է գալու օգոստոսին է ծիրանը ծաղկում, թե սեպտեմբեր-հոկտեմբերին։ Քանեսուն եք գժի տեղտրի արա։ Սրան նմաններ ինչի չեն դատվե, հարց եմ տալի ձեզ։ Ինչի չեն դատվե, խի չեն մեռե, խի չեն գնացե հացեն Բաքու։ Ինչի։ Ու դուք ասում եք ռուսն է մեղավոր։ Արա լավ ռուսն է մեղավոր, այս մարդն էլ հո գիտեր ով է մեղավոր։ Էդի ես չէի, դու չէ, որ միամի դնենք, չիմանայինք։ Նիկոլը, ասենք գերագույն հրամանատարը գիտեր որ էր եթեմ Սասունը։ Որ ասել Սասուն, հետ արի եղբայր, հետ արի շատ ես գնաց այ բալամ։ Հեմել մարդիկ գրում են ասում են գև, ռուսն էր մեղավոր, արա լավ ռուսն էր մեղավոր, դուք ստոպ տայիք։ Կայնեք ասեք ժողովուրդ ջան, էսա թուղթը, էսա դավտարը, էսա գինը, ալ մոլորագայինները գցենք 200 միլիարդով էս անտեր հողը ծախել են ախպեր։ Սասուն հետ արի մի գնա, Սասուն էլ չեր լսեմ, չէ ասма թողեք, ես երթում եմ մուշն ու բանը Սասունը հետ բերեմ։ Դե գնարա, խի չես հետում։ Այդ չմո։ Աշխարհիկ բառով քեզի պիտի սուչի տանեն քո ասած ու չարածիդ համար, բայց ելնելու է էդի, խոսք եմ տալի, որ դու մի օր պատասխան տաս վայնի տրուբինային, որ երեխեքին այսպես խափեցիք, այսպես դրեցիք, ասիք մենք ոտով արա իշ տանք, իշ բետեր, ինչ Իսկանդեր արա մեզ էդի պետք չի, մենք ոտով կեթանք, ճզմելով կեթանք, խավքենք հետ կգանք։ Բաքու պիտի եթայք լող նայեք, կոֆե պիտի խմեիք։ Այո, որ հերոսներին նավոտկեն չդայք խփեք, նրանք կեթային։ Կասկած չնե, որտեղ 35 տարի մարդիկ ցույց են տվել իսկական որն է ճիշտը։ Իսկ այսօր 15-20 միլիոն հայ արա, սրա պես չմոներին է լսում։ Ասենք մի տարի առաջ ասում ոտով ենք եթում, այսօր ասում Արցախի թեման փագա։ Բայց ինքը պագոն է կրում, ու սրա նման բոզի տղեկը պագոն են կրում Արցախի համար ինչ-որ մի բան արած, բա եթե ձեր երկիրը չէր, եթե ծախված էր, պարոնայք, սպաներ, գեներալներ, հրամանատարներ, չգիտեմ, սալդատներ, եթե դուք իմացել եք այդ երկիրը մերը չէր, իշկանա արժանապատի, որ դուք ուրիշ երկրի այսօր այդ աստղը քո վրեն կայնած ասում ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետության, բայց առբախտ ձեր ասածն ու արածը չի համապատասխանում իր հետ, որտեղ դուք ծառայել եք ըստ գերագույն հրամանատարի Բաքվի հողում, նշանակում է իրավաբանորեն, եթե ես վերցնեմ այս խոսքերը, դուք ծառայել եք Բաքվում, նշանակում է ձեր մեդալները, ձեր ստացածը, եթե դուք այսօր համաձայն եք ձեր գերագույն հրամանատարի հետ, նշանակում է դուք բոլորը տեղել եք Բաքվի ծառայողներ, ոչ թե Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությանը այն մարդն է ծառայել, ով որ ծառայել է, կյանքը տվել է, թեկուզ չի զոհվել կամ զոհվել հետ է եկել ու ասում է մինչև այսօր ու հիմա ու հիմա ասում ենք մենք Արցախը հայկական հող է, արևմտյան հայկական հող է, արևմտյան Հայաստանը եւ բոլոր մեր այն ինչ որ մենք ունենք, ստեղ հավաքածուն ինչ որ գրված այս ամեն ինչը եւ այս քարտեզը սա է մեր Հայաստանը, ոչ թե Սասունի ասած Հայաստանը, որ խափ երեխեքի տանի սպարի։ Սրանք խափեպա մարդասպաններ են։ Սրանցը պիտի եվրոպական դատարանչը աշխարհի ամենայն, չգիտեմ, Իրաքի ու Աֆղանստանի դատարանով դատեն։ Իսկական, որ Իրանի դատարանով դատեն, որ քարկոծում են, որ ասեն բոզի տղա, բա որ ձեր երկիրը չէ։ Առաջինը որ դու ձեզ մեդալները, երկրորդը երեխեքին խիտարակ սպանեցիք։ Դուք պոտենցիալ մարդասպան եք։ Ռուսներ մեղավոր Ամերիկան թե Եվրոպան, դա հարցի մյուս կողմն է, բայց դուք իմացել եք, ձեր աչքերը կապած չեն տարել որևէ միտեղ, որ ասեք, Գևճան, այ ախպեր, մեզ եկան գիշերը հադուկ սպես նազն եկավ մասկեքով։ Մեշոկը քաշեց գլխներից, տարավ գցեց մեզի որև միած սար վերտալյութով, պարաշուտով, Սասունի պարաշուտով գցեն, Սասունն ասել ախպեր, ես ինչ իմանամ ուր էի, բայց կռվելով գնացել հասնեմ Բաքու, մենք էլ ասենք ախպեր հալալա քեզի, սաղ սալամատ հետ ես եկել, Ռեմբո։ Բոզի տղեկ, ես ում եք խափում արա։ Ես որ նայում եմ երկրից վիճակ արա, ասենք, էս էր տղեկի վիճակը։ Այս կան 35 տարի արունտանք, որ ասենք ռուսներ մեղավոր, ամերիկացիներ մեղավոր, Սասունը լասի ոտովեթում են, մենք էլ ասենք, վայ Սասուն ջան, հետ արի ախպեր, էս ուր, մի գնա, խնդրում ենք, մի գնա ախպեր, որ դու գնացիր ազերների վիճակը շատ վատ արնելու։ Հիմի տեսնում ես, նույն Նիկոլին, Պողոսին, օլիգարխին ընդրած ժողովուրդ, ձեզ խափել են, ձեզ հիմա էլ են խափում։ Այսօր ես հանդիպել եմ գործարար կար թուրք էր, ես նրան շատ բանից ճանաչում եմ,
Հարց կար, պետք է հանդիպենք եւ ինձ ինչ ասում, ասում եմ, պարոն Գրիգորյան, ամենամեծ ինվեստիցիան այսօր որ պետք է արվի դա Հայաստանն է։ Թուրքին ինձ ասում է Հայաստանում պետք է ամենամեծ ինվեստիցիան արվի։ Ու ինքը ինձ գիտի, շատ լավ գիտի, որտեղ ես միշտ քֆրդում եմ իրանցը։ Ասում եմ, ինչի համար։ Ասում է, Սյունիքի կալիդորն է բացվել։ Հասկանում եք, մենք ասում է հիմա մտածում ենք հողեր ու տներ առնենք։ Թուրքը ինձ ասում է, պատկերացնում եք իմ խոսքերը կամ իմ իրավիճակը այդ պահին։ Այդ պահին շներին կապել են, ինձի բրախել են խոսքերով։ Որտեղ մենք ապրում ենք մի երկիր, որը չես կարող որևէ ինչ-որ մի գործողություն անես, բայց ես իմ հայ տեսակը ասել եմ եսով եմ ու ես ասել եմ, ես չեմ ճանաչում, արա ձեր պես սելջուկ ազգի չեմ, իրանք գիտեն որ ես ասում եմ ամեն օր, չկա այս երկրում մի թուրք, որ ինձ ճանաչում է, ես ասում եմ, դուք սելջուկներ եք, դուք ցիգաններ եք, դուք հավաքածու բան եք, այն ինչ են, բաստել եք, որ երեխեքը հավաքում են, դուք հավաքածու եք, դուք ազգ չեք։ Դուք ազգ չեք, արա, դուք չեք կարող ազգ լինեք։ Հիմա թուրքը մտածում ասում է, այդ ճանապարհի վրա բերեմ օբյեկտներ ու տներ, դրա համար եք sense տներ սարքում, հա Նիկոլ, որ թուրքերը առնեն, գանու լցվեն, ասեն դե ժողովուրդ ջան, չեք ուզում լավ ապրեք, տեսակ ռուսի ձեռի ձեզի փրկեցինք, այս ինչ օրն են գցե ձեզի։ Շատ չէ, մի 20-30 տարի հետո всё, հարցը փակված է։ Առանց կռվի, այո, խաղաղությունով հարցի թեմա այսպես, սիրուն ակուրատնի բիզնեսի անվան տակ ձեզի կմաշեցնեն, ձեր երեխեքին կամուսնանան, ձեր երեխեքին կսարքեն իրանց ֆայլեն, ձեր հողերը նրանք կառնեն, ձեր տները նրանք կառնեն, դուք վարձով ձեր երկրի մեջ դուք վարձով թուրքից տուն եք վարձելու ապրեք։ Սա է, գցենք մարտիշկան պետք է ապուշլի չհասկնա։ Գցենք ինչն էր խանգարում Նիկոլին կամ Սերժին կամ Քոչոին, որ այն վաղ էս ամեն ինչը չեղավ 35 տարի այդ մեր աղբերները կյանքը տվի նրանք այդ խաղաղության ձևը տեղը չգիտեին արա հենց դու ես Նիկոլ որ այս ազգի փրկիչներ ու հենց այդ խելքը քեզ տրվա որ դու պետք է գաս ու խաղաղություն բերես լուրջ ես ասում Աստվածաշունչը սիրելի հայրենակիցներ ասում է խաղաղություն չկա չի լինելու արա մի Աստծո խոսքից թռնում եք հետո ասում եք վայ Աստված ջան տունս քանդվա վերեխուս տարան սպանին Աստված ասում է այ բալաջան քեզ չասի պատրաստվի Հիսուսի խաշմանում ասում է պատրաստ եղեք Այսուհետև ձեզ ասում եմ երբ որ Ձիթենաց պարտեզում Հիսուսին Հուդան մատնեց Հիսուսն ինչ ասեց Այսուհետև ձեզ ասում եմ պատրաստ եղեք Ինչին սրին եւ թրին զինվեք Հիսուսը չասեց Ձիթենաց պարտեզում գիտեք ինչ կա սպասեք Նիկոլ անունով մի հոգևոր գգա Աղանդավորներն էլ կօգնենք ասեն օ հալելույա Տեր օրհնի 10-րդ եկավ օլիգարխներն եկան ամեն ինչ լավ է լինելու բոլորդ պատասխան եք տալիս այրան համար բոլորդ պատասխան ով որ այս ամեն ինչի մեջ կա ես տենում եմ այնտեղ մարդիկ որ այսօր սաղորը փորձում են մարդկանց հոգեբանությունը փոխելով տանել որ էսի խաղաղություն է ու գիտեք ով ասում մարդիկ ով որ Աստվածաշունչ են կարդում ասում են հալելույա այդ շոուները էլի խաղաղություն արա ոչ թե մենք խաղաղության դեմ ենք բայց թե խաղաղությունը այս տեսակ տղուն այն մնացած մեր աղբերներին չի տարակ սպանիկ ինչի եթե մեռնելը դες լավ բան է դուք ապաշխարած եք թող արա ինչի ապաշխարածները չգնացիք մահանակ մեկը գեթալու եք երկինք մեկը ժամանակի մեջ մենք էլ ստեղ կապաշխարենք գգանք երկինք այդպես ավելի ճիշտ կլներ բայց եթե դուք ասեք օ հալելույա ինչ լավ է ու գիտես ով ասում չծառայածն ասում խաղաղություն չեք ուզում ենք եղբայր բա դու խիչ մեռար դու հավատացյալ ես դու կորցնելու բան չունես Պողոս Արաքյանն ասում է գնամ իմ համար լավ մնամ ձեր համար լավ Հիմի մի հատ հովիվ թո մնա որ մեզի բանաներ sense համոզել մենք դառնանք ձեր պես հավատացյալ ձեր պես հա դուք գնայիք կրվի բան չգնացիք արա ինչի դուք չգնացիք քարիզմատիկներ Եհովայի վկաներ մորմոններ ունդեղ չգիտեմ ինչ սեկտա 250 սեկտաներ ինչի չգնացիք դուք այդ ամեն ինչը չէ որ դուք փրկված էիք հոգով Դուք ինչ ունեիք մահի հոգին ձեզ ոչ մի վախ չի տալում դուք եք քարոզում մենք չենք վախենում մեռնել բա դուք գնայիք այն չափաշխարածին մեր եզդի աղբերներին մեր ասորի աղբեր որ ուրիշ դավանանք ունեին ասենք աղբեր գիտես ինչ կա տղեկ քանի որ դուք մեր երկրում եք ապրում չնայած մեծ հարգանք ունեմ ազգերի հանդեպ մեր երկրում ով փառք ու պատիվ նորից եմ ասում մանավանդ եզդների մեջ ես մեծացել եմ ու ես ունեմ շատ մեծ հարգանք այդ ազգի հանդեպ, հա,
Բա ասենք աղբերներ ջան, դուք մի գնացեք, դուք տակի տակ տանջված, սենց տարբեր երկրներով եկեք հասել եք այս երկիր, քիչ ազգեք, մեր աղանդավորները թողեթան, մեր Եհովայի վկաները թողեթային, մեր մորմոնները թողեթային, Ամերիկայից բերած այդ ագենտները թողեթային, չէ, մարդու իրավունքներն ասում իրանք չեն էտա, բա ինչ են անում իրանք հիմի, ոչ են անում, ոչ են անում, ոչ են անում, ոչ են անում, իշկան ինֆորմացիա կա ծախում են, ու մեր անմեղ երեխեն գյուղի անմեղ երեխեն հլի Սասունի բառով ասում է տղա ջան զարթնի եթում ենք Բաքու ոտով նրանք ասում են Սասուն ձացա բա որ դու ասում ես եկան մեդալները կախացնես վզիցդ մինչև չոքերդ հասնում բա Սասունն ասում է ոնց չէ թա գլեմատ ասա Սասուն բայց էլիտին խիչ տարակ Սասուն որ եթում էր Գագիկ Ծառուկյանի կամ մնացած այդ օլիգարխի երեխեքը որ այսօր Վարդան Ղուկասյանը դոգ ասում է խիչ է գնացել բա դրանցը խիչ դրի դեմը տաներ Խիչ տարար այդ երեխեքին օլիգարխներին, որ տարակ խափիկ տարակ աղկադի ընտանիքը, մինուճար երեխեքի, նավոտկեն տալով մարդկանց հզորներին գլուխն ուտելով, որին բերթերին գլուխը կերակ, որին գցենք Սամասուդարի քցիկ տները, Սասուն, այդ դու ամենաուժեղ Ռեմբոներ, դու մնացիր, գցենք, արա, պատկերացնես, Ռոստամի շողկը մի հատ հիմի գար, ու գցենք Սասուն այդ պահին այս բառը ու բառից հետո ասել Արցախը մերը չի։ Մենք դեռ դուք կարող եք պատկերացնեք։ Ես խոսում եմ, արա, ես իրավունք ունեմ խոսալու հերոսից։ Նա իմ համար ճիշտ է, հոգով հարություն առած է, բայց նրա մարմինն ու շողքը ու նրա հոգին գոյություն իմ համար ապրում է։ Արա ավելի լավ է դուք կայնես պատկերացնում եք նույն տարբերությունը ես միշտ տարել եմ սիրելի հայրենակիցներ, որ Հիսուսը հարություն առավ աշխարհին հաղթելով ումն են պաշտում այսօր սատանային գցենք պարտված հրամանատարը քերովբեն գնացի ասում եք չէ գնանք մենք կանգնենք քերովբեն որտեղ այսքան տեղ իրան իշխանությունն է տրված արա ասում եմ լսեք ես հարություն առած Քրիստոսի կողքին եմ կայնում դրա համար ես խոսում եմ առանց վախենալու որևէ մեկից գիտեք խի որտեղ իմ Տերը հարություն է առել Եվ նա թագավորների թագավոր եւ տերերի տեր եւ գեներալների գեներալ ճմուներ։ Իսկ եթե գալիս ենք աշխարհի մեջ, ասենք դուք պատկերացնում եք կամ պատկերացեք գլե մի պահ, սիրելի հայրենակիցներ, լի մատ ուշադիր նայեք լես մարդուն։ Հիմա գալ Ռոստամը այս պահին։ Ու այս պահին եւ այն պահին որ խոսում ասում է Բաքու է մեթում ոտով Սասունը ու այս պահին ասում է ինչ Արցախ։ Մենք պատկերացնում եք այդ պահը Ռոստամ Գասպարյանը, Սև Հովազի հրամանատարը ու չստացված Ռեմբո Սասունը այս պահին հանդիպեին իրար հետ։ Ռինգում այսպես գայն կայնեն, Ռոստամն ասել արա, այդ տղա լեմատել ասա, ինչ ես ասում։ Ասեն դուք պատկերացնում եք Սասունին Ռոստամը ինչ կաներ։ Ասեն 35 տարի Մոնթեին Ռոստամը կամ մնացած հրամանատարները այդքան կյանք տան, Սասունն ասում է ոտով է մեթում, ախպեր, դուք էլ ձեր Իսկանդարները, ձեր տանկերն ու ռակետները։ Գցենք, այ չմո, ես քո կողով ոնց կարամ կայնեմ։ Եթե դու ասես այդ երկիրը իմը չի, այդ մեդալները բախես կախե վզիցը տարա։ Այս է տարբերությունը սիրելի հայրենակիցներ, թե աշխարհիկ կյանքում իմ, թե հոգևոր կյանքում, թե իմ եթերը, որ ես քանի ասում ես բլոգեր չեմ, բայց ես պիտի խոսամ, որովհետև գալու է օրը, որ ընձնից, որտեղ որ ես խոսում եմ, գալու է մի մարդ ու մարդիկ, որ իրանք իրականացնել են այս ամեն ինչը։ Ես չեմ կարա չմոյից խոսամ։ Ես չեմ կարա մարդկանցից խոսամ, որ ձեր երեխեքին խափե տարե սպանել է, ասում է ոտով հասնում են Բաքու, բա բոզի տղախի չհասար։ Իսկ Ռոստամը համ հասել է, համ հաղթել է, համ արել է։ Այո, ես պետք է ասեմ, չասեմ սիդս կտրակի։ Դոգը Տեսեք ինչի մարեմ այդ մարդուն ես հարգում եմ այդ մարդուն։ Ճիշտ խոսալը բոզի տղություն չի։ Ուրիշ տեղ չենք եթում։ Երկու անգամ նկատողություն արեց Ջանֆիդա գյուղին։ Ումը գնացիք ընտրիկ Ջանֆիդեցիք։ Հələ մի հատ գնացեք Ջանֆիդի պանթեոնը նայեք, հերոսների ու այդ մարդու դեմքին նայեք ու գնացեք Սասուն Միքայելյան ընտրեք։ Բա եղավ էդի։ Դրա համար որ դոգը բերանը բացում է ճիշտ անում։ Ես իրան աջակցում եմ իր բերանը բացելու այն մարդու, որ Սասունի ասած Բաքու ոտով գնաց, չմոն չգնաց, կոնկրետ չգնաց, իրան ճշտով ճշտի տղեկը պետք է դնա սրան փչացնեն, որ ինքը ասի ու չի արել, տղեն են տղենա, որ ասում ու անում է, որ չարեց, պատկերացնում եք այսօր Վարդանը ճիշտ նկատողություն է արել ձեզ, Ջանֆիդեցիք,
Ումը գնացիք ընտրեցիք։ Մի չմոյի, որի անունն է Սասուն Միքայելյան կամ նրա պես մոռանալով ձեր գյուղի պատիվն ու հրամանատարի անունն ու ազգանունը արա։ Չասես սիտս կտրակեր։ Ճիշտ արե որ քրֆելա, ճիշտ արե որ գոտե բան ասե։ Ես աջակցելու եմ այդպես ասողներին ինքը քրֆի։ Ես աջակցելու եմ իրան այդ հարցում։ Այդ հարցում ինքը այսպես 100% ճիշտ կրոնի բառը ասե։ Ցենք հաղթած 35 տարի հələ մատ հիշեք լը որ Ջանֆիդա գյուղը կասում 35 տարի առաջ Ջանֆիդեցիք ձեր պատիվներ ձեզի որ ճանաչել են այդ գյուղը որ ճանաչել է գիտես ումով են ճանաչել ոչ թե ձեզնով արա այ Ռոստամով են ճանաչել այդ գյուղի անունը որ աշխարհով մեկ ասում ես Ջանֆիդը ասում են Ռոստամ Գասպարյան չեն ասում Պողոսյան Պողոս Սասուն Միքայելյանի ընդրած արա ճիշտ խոսալը բոզի տղություն չի հենց էսա որ դուք իմ շատերը չեք կարում ստրեչնեք, չեք կարում խոսակ, չեք կարում հանդիպեք, արա ասում եք գևիքյալեն թափած երկու բար խոսում սաղից կֆրդմա, բա արեք խոսանք, ճիշտ եմ ասում, Ջանֆիդեցիք, ձեզի ով էր ճանաչել, թե Ռոստամը 35 տարի ընտանիք է չլներ սահմաններում, ու չունենար այդ լեգենդար անունն ու հրամանատարությունը, ով էր ճանաչելու, իշքան գյուղ կա Հայաստանում, քանիսն են ճանաչում, բանկա բդիցուստը ու այստեղ չի Են մեկ էլ օֆիսնա, ով էր ճանաչում, քանի գյուղ կա, քանի հատ, աշխարհում որ երկիրը 72 երկիր եղել է, չկա համայնք, չկա տեղ, որ ես եղած չլնեմ, 72 երկիր, երբ որ ասեմ Ջանֆիդա, ասեմ ցավը տանեմ աղբեր, Ռոստամ աղբեր, նա ուրիշ էր, Ռոստամի անունը թնդում է, Դրա հետ միասին ձեր գյուղի պատիվն է պահե ու պահելու է դարերով քանի Հայաստանը կա Ջանֆիդա գյուղը մնալու է դուք ուզեք թե չուզեք այդ հովի տակ եք ապրել Ջանֆիդեցիք որ հասկանաք ինչից եմ խոսում ոչ թե որ ես ձեզ նեղացել եմ կամ վայ ու չէ ես ձեզ ճիշտ եմ ասում ու սա ռայոնի գյուղերն եմ ասում չգիտեմ 70 գյուղը 80 գյուղը Արմավիրի մարզը որ հերոսներ եք տվել ու ես որ եկում եք Սասունին եք ընդրում, դե կեթակ Սասունից եմ, ոտով կեթակ հասնեք Բաքու, հլը տենամ ով որ չեթա, այդև արդեն մեր ասելիքը կասենք, դե գնացեք Բաքու հասեք։ Հարա, ուժեղին թողան, ավտարիտետին թողան, ավտարիտետին, իսկական ավտարիտետին հանեն, այ հեսա տղեն, ավտարիտետին հանեն ղրգեն երկրից, բոզերը գան, ասեն մենք ճշտի մարդ ենք։ Նորից եմ ասում, բերանս չբացեմ արա, դուք ավելի շատ ուժեղ երգ չեք շատ այդ ճշտի անունի տակ քանստե Ռաբիս երկողները, որ սաղորը երկում եք, որ կանակ ձեր պահեն չետակ նստեք, ճիշտ տղեկին ղրգում են, հերոսներին ճամփեն դնում են, բոնզերն ու սրանման չմորներն են բանան ու ձեր երեխեքին տանում եք դրանց մոդը, ես վերջում անունով, ավտարիտետ էր, հարցալուծում, իչեմ մի հարցալուծում, զանգյասի արա, ռայոնը գիտի, որ օրվա ես կեսից են կեսը սաղորը միլիցեքի մոտ երկում ես, ասում լավ էլի գև աղբեր թող ապրենք ցենք հասկանում ես դու ռայոնի մարդ կլնես Պողոսյան այդում ես մի մարդու ես աբրաշատն եմ արա դրա համար ասում եմ ճիշտ խոսեք մի վախեցեք աբրաշատ ես մի մարդու որ առավոտ այն ծերից լույսը չբացած մինչև գիշեր ցենք դադախազու քնչականում երկում ա մինչև ընտրությունները դինես բառասին արասի էսի ավտորիտետ բառասիս Մի հատ բարկաղի չեմ ուզում եթերով ասեմ։ Էսա ցուցակը վեկալած ասում է ումը տշենք, ումը չտշենք։ Էսի ավտորիտետ արա էսուր եք ասե։ Արա մենք մեր իսկական տղեկին կորցրել ենք մեր բանից։ Մեր հերոսների մասին ջնջում են Աբաջանի նկարն ու բաներն են ջնջում արա դպրոցներից։ Էս ինչ եք անում դուք։ Հայազգ։ Ես չեմ խոսում դու ինչ գույնի ես ընտրել, ումն ես ընտրել, լավ ես արել, բայց հասկացի ումն ես ընտրել։ Մարդ, որը քո հերոսին, որ դու մահ չունես դրա համար ես համաձայնվել դրան։ Բայց լարի մի պահ հետ է թանք, դու այդ նույնը դու ունենար այդ հերոսին ու հերոսիդ նկարը ջնջենք, իշքան դու իշ կզգայիր, իմ աղբորը սպանել են, իմ դվայորնի աղբորը սպանել են, ես իշ պարդա, ես ինչ ասեմ, որ ես Եվրոպայում եմ, լավ ապրում եմ, իմ վաբշե 30 տարուց ավել դուսնեմ, կցենք դասեմ աղբեր ես, հայք ճան ինչ անեմ, աղբեր չէ թե այդ կրվեիր, ոնց կարամ նրա շիրիմին ես նայեմ, ոնց կարամ երրաբլուր էթամ իմ աղբոր դեմքին նայեմ, որ իմ հալալ կեսն էր քաշով, բայց իմ
10 քաշի չափ մինամետ ու զենքը հասցրել, որ մինչև հասելա այդ ասած Բաքունա հասել տղեն։ Ու ես այսօր լռեմ ինչի մարարա։ Ես իմ փոքր աղբորը ինչ ասեմ։ Ես այն հրամանատարին, որ ճանաչեմ, ասեմ, արա էսի իմ հերոսն է։ Ես այս մարդուն հետ համ երկինք ինչ ասեմ։ Այո, շատերի պիտի երկինք չթողան այս մարդի, պիտի խորխեն ձեր դեմքին, ասեն չկաք վերև, ամոթ արա։ Ամոթա դուք դաժե երկինք չեք կարա այս մարդկանց հետ հանդիպեք ինչ ասեք։ Սասուն հիմի պատկերացա այդ մեզ երկինք Ռոստամին հանդիպում ես։ Քեզի հրեշտակա տպ չի տա, իսկ կա ջանֆիդեցու տպ կտանդեղ։ Այնտեղ դաժե այդ մարդը կարող մեղ գործի քո երեսից։ Խորխի երեսից ասի այ խորխաման։ Էս ինչ ես արել դու։ Ու քո նմաներին էս ինչ եք արել արա դուք։ Մենք իմ երեխուն իմ տղու կյանքը դնեմ այ սուկա որ դուք այնպես ասես ոտովետում եմ ու այսօր ասես այդ երկիրը մեր երկիրը չի, մեր եկեղեցին չի, մեր հողը չի։ Ու սրանց նմաններին հանդուրժում վախենում ու չեք խոսում արա։ Մի խոսացեք։ Վաղը ձեր տունն է գալու։ 15 թվի միլիարդատերեր սպանեցին 1915 թվին։ Կառավարության մարդկանց է սպանեն, օլիգարխներն է սպանեցին։ 1,5 միլիոն դրա մեջ կարել դուլներ։ 200,000 այս տարիների մեջ սպանեցին։ Այսքան է մնացել։ 85%-ը վերցրել են ձեռներից հետ այդ նույն ձեռացակը գնեդի ռուս, եվրոպացի, ամերիկացի թե թուրք եղել է։ Կա, ֆակտը կա։ Ես երազ չեմ պատմում, ֆակտը կա, դա մեր պատմությունն է, ոչ թե որ մի ազգի պատմում, մեր ազգությունն է։ Մենք իշքանով ենք ապահովագրված, որ եկուս մեր երեխեք այդ նույն շիքսալին մի քանի տարի հետո կամ մի քանի ժամ հետո չի լինելու։ Հա? Ու սրանց նման չմո վախկոտ հրամանատարին լսում ենք ասում ենք ոտով էթում ենք, հետո ասում է չէ, մերը չէր։ Հրամանատարում ասում է կրակ, ասում է բայց էդի մեր երկիրը չի։ Արա դուք պիտի Ադրբեջան, ես չգիտեմ ձեզի որտեղ դա ինձի հուշեք որտեղ սրանց դադեն։ Հասկանում եք հրամանատարում ասում է բոյ կրակ մի տարի դուք այլում ասում ես մեր երկիրը չէր։ Բա հիմա ես Ալիևին ասում եմ Ալիև, Սասունին ու Նիկոլ Փաշինյանին եւ նրա պես մտածողներին, ինչի՞ չես դադում։ Արդար չի։ Եթե այն բոզի տղեկին, որ ծախվել են Արայք Հարությունյան, այնտեղ չգիտեմ Բաքո Սահակյան կամ Մեգելները, հա, որ հետո գրում են նրանք բան են, քաղաքական բանդարգյալ են կամ պոլիտիկի վայ։ Լուրջ եք ասում։ Այն Արկադի Թադևոսյան, հա, այն Բերլին որ կար, կռիվը պրծապ եկել էր Ավստրիա, հենա թղթել է ձեզ ցույց եմ տվեմ լայֆով։ 120,000 տվել էր արուններ մաքրում, որ գար էթար Բաքվի բերտում նստեր։ Բա հարց տվեք այդ Արկադիկին, Արկադիկ, ինչ փողերով էր եկել կռվից հետո։ Ինչի դու չմեռար։ Պրեզիդենտ էիր, բեղերը թուրքի պես այսպես պահած, ինչի չմեռար։ Եկել էր Ավստրիայի Հանրապետություն, բոզի թեդել խոսվել, ես էլ կողդ նստած լսում էի, դու չգիտեմ որ ես եմ էդի։ Ասում էր կյանք, էլ ասում էր երեխել լսում է, ամոթա։ Հա։ Այդ նույն ընդրողին հարց եմ տալի։ Հիմի որ Փաշինյանն ասում այո, դրանք դավաճան են եղել, ճիշտ է ասում։ Այստեղ ճիշտ է ասում, բայց Նիկոլ համար առաջ դավաճանը դու ես։ Դու սրանցը փորը տվիր, Սասունի թռակ ես կոմ։ Ու ասիկ ախպեր ինչա պետք տանք մենակ մեզի չտանեք։ Թե չէ Բաքվի համար մեկ ջոկատայինը գալու էր Հայաստանից բռներ վզնեցը տաներ, ձեզեր էր գալու տաներ։ Ու ոչ մեկ դեմը չէին առնելու։ Այսպես ոտերով, բետերով գալու էր Երևանի կենտրոնից Սասունին սրան քցել մեջ տաներ։ Ինչ արիք տրոսիկներդիցիկ ասիկ ախպեր, սրանց տալում ենք, էսի տալում ենք, էնի տալում ենք, բիզնեսն անում ենք։ Всё, հարցը լուծված է։ Ու երկրի ժողովուրդն ինչ ասում, այո, խաղաղություն հաստատեց ռուսն էր մեղավոր։ Ռուսն էր մեղավոր։ Սաղ ռուսն է մեղավոր։ Բաքու ռուսներ ասում էթամ թե Սասունը։ Լսացինք նոր, Սասունը։ Ռուսն ասում է տղա ջան, Բաքու ինչ գործում ես, ես կխփեմ։ Չէ, թողեք, ես հետում եմ, դե գնա Սասուն։ Չթացողը բոզի տղա է, դու ասես հետում եմ, դե գնա, ես սպասում եմ, որ դու պիտի ոտով հասնես Բաքու։ Այս խոսքերը հասցրեք Ալիևին, ասեք Սասունն ասում է գալում եմ։ Գալում եմ Բաքու։ Զիջում չկա։ Մի տարի դու ասում ախպեր էդ ինչ, էդ մեր հողը չի, ինչ խոզի պես մռմռալով քթի մեջ չի կար մեր գվասում է թողեք այդ թեման։ Հանգիստ թողեք միլիոնները վայելենք, առրակը վայելես, իսկական տղեն չվայելի դու չես վայելելու, բոզի տղա։
Սիրելի հայրենակիցներ, մի հատ էլ թեմա կա, որ այսօր ես ուզում եմ մեր Սփյուռքին իհարկե հանդիպումներ կան, ես որ ասում եմ ժամանակ չունեմ, այո, մենք ժամանակ չունենք կայֆերի, կայծերի, չգիտեմ ինչերի։ Ես չեմ կարող իմ հրամանատարի, իմ աղբորի մնացած աղբերների աչքերին եմ, ես խորխած ունեմ լավ կյանքնել, ամեն ինչն եմ վրեմ, որովհետև եթե ես հրաժարվեմ այս ամեն ինչից, ուրեմն պետք է ես հրաժարվեմ հայ ելնելուց, իմ հայ գեն կոչվելուց, իմ ազգանունից, իսկ իմ հերը երկնքում ուծիչիների։ Ես իմ հորի ձեռից չեմ, իմ իսկական հորս ձեռից չեմ պրծնի, եթե ես ուղղակի այդամ ապրեմ ոնց որ ապրում են շատերը։ Արա դե ես ինչ պետք է անեմ, դե ես այդ միլիոնները չունեմ, արա դե Ծառուկյանը կարմանի, Սամոն կարմանի, Պողոսը կարմանի փող ունի, բա դու ինչ ունեիր։ Ինչքան կարակ աղկադի հոգե բանությունով խոսակ, ինչքան կարակ այդ վախի մտնոլորտով խոսակ, արա ես զզում եմ այդպես հայից։ Մենակ հայից չէ, այն մարդուց ով վախի, ասենք ես չեմ ասում մարդ պետք է դեբիլ լինի, համատի կրակը կամ 10-րդ հարգից յանքցի, ոչ, երբ որ ինքը խոսում է, արա դե ես ինչ կարամ անեմ։ Բա դու ինչ կարա, բա խես ապրեմ։ Եթե դու քո երկրի սահմանի համար կամ ճիշտը խոսալու համար բան չես կարող անես, դու ինչ ես կարող անես։ Ինչ։ Ինչ ես կարող անես, եթե դու շատերը ես արգելել եմ մոտ, որ ասում են, արա դե Գևջան ախպեր, քոպես տղուն սենց, քոպես տղուն հետ, մենք ինչ կարան կամ դե մի տենեմ եք Ծառուկյան իշքան միլիարդներ ունի, տենեմ ես ինչ օրն են գցե։ Ինչ օրն են գցե։ Նրանք նույն թելն են, ուրիշ թել չի, ուրիշ գույն չի, ուղղակի դուք եք ուրիշ ձև դիտեմ, ինքը նույնն է։ Նրանք այդ խամաչիկներն են, խաղցնողն են, էփողներն են։ Նրանցն ասում է, էսի կտաս, էդի կանենք, էնի կտաս, էդի կանենք, դու հմիսուս կմնաս, դու հետ կետաս, շախմատ այդ Սերժի օրենքը շատ լավ, ես 35 տարի ասած խամաչիկներ են, օլիգարխ խամաչիկներ են։ Չնայած ես Ծառուկյանին ճանաչում եմ, հարգել եմ, հարգում եմ, ես բոլորին հարգում եմ, բայց ասում եմ, դուք խամաչիկներ եք։ Որտեւ այդքան միլիարդ ունեցող տղեկը չի կարա այսօր ասի սուս մնանք։ Շուտ անեիք։ Պալատները չսարքեիք։ Արձան չսարքեիք, արձանի տեղ Իսկանդեր սարքեիք։ Քիմիկներ բերեիք, լցեիք երկիրը, Սփյուռքի հետ համագործակցեք, որ հեսա շատ ուժեղ ու շատ կարևոր թեմա եմ ասում, որ ասում ենք Ադրբեջանը բարան ամիվ սամի ումնի նարոդ Εμείς տենանք բարանը ինչ արե աշխարհի հետ, հələ տենանք սամի ումնի ժողովուրդը ինչ արե։ Ես սիրում եմ, որ բերես ցույց տաս, ասես տեսեք, էսի հին, շատ հին փողը, էսի զրոյա, ձեռքա, ոչի բան։ Ահա։ Բա այդ օլիգարխները, որ դες հզոր էին, այդքան կարում են ջիպեր, միլիարդներ, ախրանեք պահեք, հարց եմ տալի ձեզ։ Ինչի ձեր կապիտալը չդրվավ համապատասխան երկրներում, դրա դիմաց դուք կարող եք հարուստանալ, ես դրա դեմը չեմ, այո, ով որ դնում է, նա պետք է հարուստ լինի։ Բայց հիմա գալիս եմ մի բուն թեմային։ Սիրելի հայրենակիցներ, նախքան Ուկրաինայի եւ Հայաստանի կռիվը Ադրբեջանը առնում էր Եվրոպայի 7 երկրների Ավստրիայում մենակ կա 83 բենզակալոնկեկ։ Նրանք ստրատեգիական ամենաթանկ տեղերում են գտնվում։ Հոլդինգը բերեցին Շվեյցարիա, անձեռն մխելի մի երկիր։ Այն բարանի մասին եմ խոսում, օլիգարխ տղեկ։ Հեսա գալիս եմ։ Անես թեմա, ուլը հարստամ։ Համի տենանք դուք եք ուժեղ, թե իրանք են խելքով, թե դուք եք խելքով։ Խայտարակ եկել է, չմո են սարքն ձեզի, այ Նիկոլը, այն ձեր ասած բոզ Նիկոլը, որ բերդում բոզություն արե, այսօր ձեզի նակազատ անում, ոնց ուզում ձեր հետ խաղ անում, ոնց ուզում է, 4-5 միլիարդ ունեցողին, արա ասում է լսի այդ տղա, կգամ կգցեմ խացիկիս տակ, ձեզի նակազատ ոնց են ասում, մարդիկ դա չեղտում են, արա դեմ միլիցիա ասած, ցենք մեր ակրվում, ասում աղբեր դե միլիցիա, լուրջ ես ասում, Ցենք մի քեզի մեր քրֆելը կարաբետա մտ միլիցիա շորակտը, ասեմ մեր այդ պրինցիպիսից հանգստանա, դու ինձ ասես միլիցիա, всё, հա։ Թազա բրենդա։ Այսօր շատերի որ ասում ես ապե բայց հարցը խիչլուզը, օրա դու ասում ախպերես ոդից բանկա գցած։ Ո դուք չեք ասում ձեր տեղը Բերթումն է։ Այ Բերթի տղեկին ես լավ եմ ճանաչում, ճիշտ տղեկին լավ եմ ճանաչում։ Նրա համար մեգա միլիցիա շորով գնի թե գցենք
ոչխարի շորով գնի կամ կոժովի բան գնի, ասես պետք է պատասխանը տա, այդ այս կան տղու տեսակը, ասիր արա պատասխանը դուր։ Չես կարող տալ, դե միտես պատասխանը ոնց են տալի։ Նա ինչ արեց ադրբեջանցին։ Ինքը գիտեր, որ օրերից մեր պետք է պատերազմ լինի։ Ինքը գիտեր, որ Ռուսաստանը այդ արտաքին հետախուզությունը, որ Ռուսաստանը կանգնելու է շատ բարդ թեմաների մեջ, միլիարդավոր դոլարներ տալով, միլիարդավոր, որը ես ասում եմ, սրանք կոնկուրս կեթան, որտեղ անհնար է այս գներով գնելը տարածքները։ 7 եվրոպական երկիր։ Առնում էր ամենագլավնի շասեներում, որտեղ որ ցոկար բենզակալոնք են տեսնում եք, սոկարը, ստրատեգիական ամենահամար 1 տեղերում անա։ Կարող եք բանով Google Map-ով նայեք, որտեղա որ երկրներում է 7 երկիր, ամեն երկիր 80 բենզակալոն կա։ Ողջունելի է։ Ստրատեգիան նայեք։ Երկու բան արեց։ Միլիարդները բերեց Շվեյցարիայով օրինական կողեց եվրոպական երկիր, թանկ առավ, ասես լսի ավստրիացին, աշխատաուժը առնում եմ, տալիս եմ, հազարավոր աշխատաուժ։ Շոպը մեջը կա, սնունդա, խմիչքա, ուդելիքա, որը միլիոնավոր դոլար է, այսպես ֆռն, փոքր շոպերա 24 ժամ։ Բենզինի նալոգը 1 լիտրի բենզինի Ավստրիայում 42 սենտ։ Նշանակում է, եթե 1 եվրո ծախում է 42 սենտը տալիս է Ավստրիայի նալոգին, պատկերացնում եք, չէ՞։ Դիզելը կարող եք սաղ նայել 53% նալոգ Ադրբեջանցին տալիս է 1 լիտր բենզինը, երբ որ ծախում է 2 եվրո, նշանակում է 1 եվրո 6 սենտ մի լիտրի մեջ տալիս է Ավստրիայի Հանրապետությունը միայն նալոգ, չեմ ասում աշխատավարձը, չեմ ասում բժշկական ստրախովկեքը, չեմ ասում այդ պակետները, որ աշխատողի համար տալիս է, լույսը, ջուրը, կոմունալը, պատկերացնում եք, չէ՞, մի հատ ինչ պակետից եմ խոսում ես, գլոբալ։ Ամեն ինչը ստեղծեց, ես սրանք մինուս են եթալու, մենք էլ տեսնենք ուրախանանք, որ այս միլիարդավոր դոլարները մինուս գնաց։ Ինչ արեց, երկու հարց, այո, դնողը այսօր բիլիոնատեր է դառը, հիմի չգիտենք ով է, բայց արդեն գիտենք ով է սրա հեղինակը, պետությունը։ Առաջինը ասեց Եվրոպա, բենզին չունես, ճիշտ է, հա, ասում է ես ունեմ, վայ, քո բենզինը կառենք, բայց ռուսինը չեն կառնի, ամար չէ, ռուսը քխա, ընձնի ծար։ Ադրբեջանցին իր բենզինը դիզելը ղրգում էր Եվրոպա, թանկ գնով, ասում է դե առեք նալոգը բեկալեք, աշխատողը քեզ, շոպը քեզ, ախպեր սաղ ես երկրին է մնալու։ Էն մի քիչ որ մնա տվեք ընձի։ Ռուսն ասեց ռուս, դու բենզինը չես կարեմ, ճիշտ է ծախես Եվրոպա, չէ, ասես դու ընձի։ Բայց դրա դիմաց երկու բան է խնդրեմ։ Այն ինչ որ կանեմ, ախպեր ջան, դուք երկու ազգեր դել, բերանները ձեր փակում եք։ Ինչ արեց։ Ռուսն դեռ սուս մնաց, որտեղ իր բենզինը պետք է մի ձևի ցիրկուլյացիա աներ, թանկ գնով հասներ Եվրոպա, դա իրականություն է, նա չի որ ես հեքիաթ եմ պատմում։ Կարող եք նստել, ուսումնասիրել։ Երկրորդը եվրոպացի կին ասես գիտեք ինչ կա։ Այն ինչ որ ձեր աշխով կտենակ եւ անկաժներով կլսեք, սուս կմնաք, որտեղ 53% նալոգ եմ տալի, աշխատաուժ եմ տալի, եւ էս եմ տալի, եւ այն եմ տալի, եւ եմ տալի, եւ էս էլ իմ լոբին գնա։ Հզոր։ Ահա։ Մալադեց։ Ազեր գլնի, թուրք գլնի, մոնղոլ գլնի, ստրատեգիան աշխատել է, մարդիկ տեսնելով տեսան, աշկերը փագին։ Լսելով լսեցին, ասին ինչ, դες բան ա եղել, Արցախ գոյություն է, ամար դե ադրբեջանական հող չէ, եվրոպացիք էլ լան, եկան նկարվան Շուշիի բերդի տակ, ճիշտ է, ահա։ Հիմի հայ օլիգարխներ, արա գիտեք մենք ով եք, դե հիմի ասենք, այս կան 35 տարի, Սասունը ասում էր, մենք ոտով ենք եթալու, օլիգարխներ հետ նստում ուդում խմում եք ջայլ աղջիկներ, այս Դուբայ, կայֆավատ, Թուրքիա, կայֆավատ ամենտեղ, բա հիմի ես հարց եմ տալի բոլոր են օլիգարխները, որ 10 միլիոնից ավել փող ունի, բիզնես ունի։ Ինչի ստրատեգիան չաշխատավ։ Ով էր ձեզ բռնել։ Հիմա ով կարա ին վրեն ազդի Հայաստանից, որ այստեղ ինչ-որ մի բան անեմ։ Չի կարա։ Ես ինչ ուզում եմ էլ անում եմ, ակուրատնի բիզնես ես ուզում, Եվրոպան քեզ տալիս է,
ասում ախպեր ջան, ինչ ուզում ես գրիչ արտադրես, արի արտադրա։ Հələ դեռ Նիկոլոնցի ոնց կարա այստեղ խանգարի այս գրիչ արտադրելու համար Ավստրիայի պետությանը նալոգը տամ, աշխատաուժը բարձեմ, գրիչն էլ վեկալեմ ղրգեմ Հայաստան ծախվի, այդ փողն է գա Ավստրիա։ Հələ դեռ ամենձև կարա խանգարի, չի կարա, որովհետև ստեղա ստրատեգիան ասում է, հոп, ընկեր, ես իմ ինտերեսն է, իմ երկրի մարդն է։ Ձեր հայն է, այո, հայ է, բայց իմ երկրում աշխատում։ Այս ստրատեգիան ձեզի օլիգարխ տղեկ, հզոր տղեկ, այդքան ախրան, այդքան ավտոկ, այդքան հանցագործություն, կրագել, դիսկո, չգիտեմ, այնտեղ կայֆ, էթայք ստրիպտիզ, սրան խփեի, նրան խփեի, կազինոներ, Բադեն, Մոնակո, չգիտեմ, Լաս Վեգաս, հարց։ Համի այն ինչ որ ձեր հետ անում են, ճիշտ են անում։ Կամ պետք է չոքեք դառնաք այսօրվա Նիկոլի խամաչիկը, այն չմո Նիկոլ, որ դուք ասում եք Նիկոլը չմո արա, Նիկոլն ով էր արա։ Կամ խլելույա։ Գալու է մի ուրիշը։ Բա հիմա հարց եմ տալի 35 տարի որևէ մեկիդ խելքով, տոնձնից խելքով, ընձնից վդով, ընձնից հարուստ։ Նյուժելի այն գևը որ կրթություն չունի, կարա նստի մտածի, ասում է մենք պետք է հավաքենք մեր հայկական ուժը եւ մեր դրումները դնենք տարբեր երկրները որ չլինի թիրախ, տարբեր երկպետությունում այո պետք է հայը դնի իր արտադրամասերը։ Թող այդ երկրի ժողովուրդը հարուստն է, թող այդ երկրի ժողովուրդը, բայց դու ունես երկու տարբերակ։ Առաջինը ճանաչել քո ազգությունը, քո տերիտորիան, երկրորդը դու ունես քո հայկական լոբինգը։ Հիմա ձեզ օլիգարխներ ասում եմ, դեռ ուշ չի։ Փորձեք բացել, ոչ թե կապիտալ վեկալեք, գնացեք սա ուժը 85% դնում եք Ռուսաստանը ջան կպելա։ Ձեր հեծես էր պետք։ Սամոյին տվեց ժերտվա, փողերը վեկալեց։ Այն մեր Ռուբեն Վարդանյանը 6 միլիարդ, 10 միլիարդ ասես գնա ախպեր Արցախը քոնա, դու պրեզիդենտ ես դառնալ, դու կփրկես։ Ինչ արին։ Կողին բերթե գնաց ուրա միլիարդները ռուսական բանկը։ Հայը ինչ ունի 0, ոչ մի բան։ Բարեկամ ընտանիք, ինչ կերան այդ բան, ինչ ծախսին ռեստորանում, էլիտա, всё, այդքան բան։ Հիմա պարոն Ծառուկյան, քեզ եմ հարց տալի, Սամո քեզ եմ հարց տալի, մնացած օլիգարխներ աշխարհով մեկ ձեզ եմ հարց տալի, դնում եք բիզնեսը, լավ եք անում, ոչ թե դրեք, մենակ ասեք, ախպեր ընդեղ բիզնեսը, ոչ, դրա հետտեղ միասին պետության հետ նստեք հաշվի, այս երկրի հետ պետության դրել ես տեղ բիզնես, լավ ես արել, ասում ես լսի, ես բերում եմ 50 միլիոն դոլարի կամ 100 միլիոն դոլարի կամ 10 միլիոն դոլարի ծրագիր քո երկրի մեջ, նալոգնել եմ քեզ տալի, աշխատողնալը քոնը, սա քոնն ախպեր, քեզ եմ տալիս։ Այն օգուտը ինձ ամնում, թե մի այդ օգուտը կտանեմ Հայաստան, թե Կամբոջա, դեռ ոչ մի գործ չի ցավը տանեմ, լավ ես անում, արել ես պիտի ուտես, օրինական ձևով, բայց ասում ես գիտես ինչ կա պետություն, մենք ունենք պատմություն, դու ես գրել, այս պատմությունը ավստրիացին է գրել, Մուսա Լերան 40 օրը ավստրիացին է գրել, այս պատմության հետ պիտի դու հաշվի նստես, չեմ ասում հլի իմտեղ կռիվ արա, հլի իմտեղ արա, բայց հաշվի պիտի նստես, իմ հայ համայնքը պիտի հզոր լինի, իմ լոբինգն ու դեսպանատունը պիտի առանձնանքի կարանամտնի դուս կա համապատասխան տեղը։ Համաձայն ես, եթե չէ կլնեմ կեթամ Իտալիա կդնեմ։ Այս 50 միլիոնը։ Հիմա տես մենք ասում ենք Մակրոնը Փաշինյանի հետ լավ է, կարող է հարաբերությունները, չգիտենք, լավ են իրար հետ։ Հիմա մեծահարուստ ֆրանսիացի։ Ինչի դու չես ման գալու մի քաղաքական գործիչի, որը օպոզիցիա է։ Նշանակում է, ով որ Մակրոնի դեմ է, նշանակում է Մակրոնը մեր չուզողն է, Նիկոլի, ով որ Նիկոլի հետ է, դա նշանակում է խաղաղություն, այո, Ադրբեջանը, Արցախ Ադրբեջանը, Արևմտյան Հայաստանը, Թուրքիա է։ Հիմա նույն գործարարը տեսնում է այն ուժին, մեկը ինքն էլ դրող է այդ երկրում։ Գնում ասում է, լսի, դու օպոզիցիա ես, ճիշտ է, բարձր երկրորդ օպոզիցիան է, ասում է հա, ասում է ախպերես, լսի, աշխատաուժ եմ տալի, որ կանգնես բեմերում խոսաս, ասա, որ 50 միլիոնի կամ 100 միլիոն էլ այս գործերն ունես, քո պլյուսն է, ես քեզ բարձրացնում եմ, ես գիտեմ ինչ եմ խոսում, ես քեզ բարձրացնում եմ, բայց, տես Մակրոնը մեզի վադություն անում, բոզի տղեն ճանաչել է Արցախը, բայց որի մասին դուք ասում եք, որ Արցախը եկեղեցիները հայկական հող է, ճիշտ ասում են, այո, ախպերես, որ դու ընտրվես, ամեն ինչ կանենք քո մար, ոչ թե ընտրակաշարք, այ ծրագրներ, այո, քաղաքական գործիչները բիզնես ծրագրերով են իրանք այդ փողային դիվիժենին անում, որտեղ նրանք չեն կարող այդքան միլիարդավոր բեմերը ու այդ ամեն ինչ անեն, դա մենք հասկանում ենք։ Ինչ ալում, համ քո բիզնեսն է աճում,
Համ դու ես հարաբերություն այն մարդու հետ, որը այն տեսականին է, որը ընդունում է Արցախը։ Դու արդեն ունես կոմունիկացիա, դու այդ երկրի ամենալավ հարգատուն ես։ Ոչ թե մի երկրում ակու փողը դրած, սիրելի օլիգարխ, որ դու վտածես, ասես աղբեր կային ռուսամետ դնեմ, շատեր աղբերների ես ճանաչում, նրանք հայամետ են, բայց հենց միկրոֆոն դեմեստամ ասում է, ռուս это наш, էսի նաշ, գիտես խի, որտեվ իր գլոբալ կապիտալը դրած այդ երկրում ինքը վախենում է, որտեվ սխալ հաշվարկ ես արել, եղբայր, քո օֆշորները պետք է 82 երկրներում լինի, եթե դու իրոք միլիարդատեր ես, դու պետք է ունենաս 82 երկրում մի հատ թեկուզ կիոսկ Կամբոջայում, որ հանգարց ընդեղած մոլը լավ չաշխատի, այն կիոսկը կարանա հանրապետությունը պահի, մինչև դու ընդից պրծնես գազ հասնես Կամբոջա, այդ էլ պետք է ես սովորցնեմ, բա ուր են ձեր պրոֆեսիոնալ բիզնես բաները սովոր եք գոնե, ձրի ինձանից ձեզ հիմա ասում եմ, քանի ուշ չի, որտև շուտով ոչ երգիր եք ունենալու, ոչ կապիտալ եք ունենալու, տես ասում են Գագոյեսի վեկալին, Սամոյեսի վեկալին, բա ինչ պետք է անեն, թեկուզ խաղ չի, բայց արդեն այդ վեկալել բառը հոգեբանորեն լավ չի, որ մարդուց ինչ-որ մի բան խլում են, ու ավելի վատա, որ պետությունն է խլում, ուրեմն դու այնքան լկտի փչացածն ես, որ ինքը քեզից խլում է, կամ այնա փչացած կամ դու, որ պետությունը թույլ է տալում, ուրեմն դու ճիշտ չես կառավարել, դու չես մնացել նոտրալ, ես միշտ հարց եմ տվել շատ օլիգարխներ արաս կամ այս ախրանան չեք բերել, այդ խի մնացած մարդիկ ախրան չունեն, դու ախրան ունես, կամ դու շատ վատն ես, լավը չի կարող ախրան ունենա, կամ դու շատ ուժեղ բոզի տղա ես, աբիժնիկն ես, որտեղ բռնեմ ոտդ որոցը, կամ ունես շատ ворի անցյալ, ինչի համար ես քո երկրի մեջը, եթե դու այդ միլիարդները չունենայիր, դու կունենայիր ախրան, թե չէ, այո, մի հատ, երկու հատ, եթե ինչ-որ մի վտանգ կզգում ես, Եվրոպան հլում ես կանստերը դեմդ կանգնես, մի հոգի չամադան, այսպես կուլտուրական ժպիտի երեսից ես, մի հար, որ ասես կապտաս այդ քամին կտանի, կանգնած ասում ես, արա լավ, ես երկրի պրեզիդենտ է, հələ մատ մեր երկրի օլիգարխների չէ, գցենք միջին, որ ինչա $1 միլիոն փող ունի, 3 հատ համեր, արա ոնց, սես պդին, ես համար արեք տղեք, ձեր ցավը տանեմ, բայց արեկն ես, որ ոչ գողագանը, ոչ բոզագանը, ոչ են օրեք ձեր ձեռից այս ձևի չմոձևի խլի, դուք պտի պաշպանված լնեիք, դուք պտի այն պալմեն մի ծառնա, որ 400 արագության տակ, կամ արագության մի ծառնա, որ այդ բարակ պալմեն պահում է, ոչ մի ծառ աշխարհում չկա, այդ մի պալմեն ինքից ձևյա ծալվում, դու պտի ծալվես, դու պտի երկիրը կառավարելու ձև ունես բիզնեսի կառավարման, որ Սերժ կգա, Պողոս կգա, Պետրոս, դու պիտի թիրախ չնես, գիտես դու երբ ես թիրախ, երբ որ դու մեկին գլխից խփել ես, երբ որ մեկին բռնաբարել ես, երբ որ մեկին կաշառք ես տվել, երբ որ մեկի ընտանիքը քանդել ես, իսկ կակեբեն ինչ անում, նստած գրում է, հմելը պեչի մեզի, այ վաղը հենց էսի չարեց, վсё, էսի վեկալին ձեռից, այդ թիրախը Եվրոպայում չկա, տես մենք Եվրոպասին թերագնահատում ենք, բայց մեծ սխալ ենք անում, հələ արեք մի հատ եվրոպացի օլիգարխ, մեծահարուստ, որ գցենք դուք երազեք, հասարակ հակած, հասարակ ձևով լնեմ իր հայատը ավել անում, արա ես ասկան 72 երկիր ման եմ եկե, ես քլոկի ընտանիքին ճանաչում եմ, զենք սարքող, իր կնոջը կա երկու ախրանա, քլոկը, որ աշխարհահայտ, ցենք մարդը քլոկ զենքն արտադրում, մեր քաղաքում ապրում, մեկ էլ մեր 2 միլիարդատեր, որ երկու հատ ախրանիկ եմ տեսե, որ իրանց ավտոկը տնանիքի վեշերը, մտնեն խանութ առևտրան կան, բայց մեր մոտ էլ զոնքաջը ունի, քենին ունի, բաջանաղը ունի, աներն ունի, շունը ունի, կատուն ունի, չգիտեմ, հարց, այսքան փող որտեղից, ինչի համար, գցենք ինչ ես քո զոնքաջի համար դու ախրան պահում, գցենք զոնքաջիդ ինչ պետք է անեն, որ դու քո զոնքաջի համար ախրան ես պահում, ուրեմն դու ինչքան վատն ես, որ քո զոնքաջի համար ես դաժե ախրան պահում, ինչի համար, լավ ես անում, քո փողը դու, բայց տես որ այսօր դու թիրախ եք, ես չեմ անձնավոր, ես իմ մտքերս բարձրաձայնում եմ, ստրատեգիական մտքերս եմ, քնելերը մտքերս եմ բարձրաձայնում, հիմա տենում եք, մեր ասած ոչխարը ստրատեգիական ինչ արեց, որ այսօր Եվրոպասում ոնց Արցախը եղե, Արցախի հարց կա, ոնց,
Ամար դետի Բաքվի հողը չէր։ Ու մենք չենք կարում խոսենք, գիտեք ինչի, որտեղ դու ես երկրին բան չես տալի։ Գցենք ինչի պետք է քոտիր, ինչ պետք է, գցենք Եվրոպացին Հայաստանուր Եվրոպանուր։ Ինչի թմար պետք է կոմար կայնի։ Այս աշխարհը դրված է հավատքի եւ առևտրի եւ մանիպուլյացիայի վրա։ Всё, ուրիշ բան չկա։ Հավատք խափեություն, հավատք խափեություն, հավատք խափեություն։ Երբ որ դու մնում ես հավատքի եւ ճշմարտության մեջ դնում ես ճիշտ ստրատեգիական բանի Աստվածաշնչեն աղբերները, որ ծախեցին Յոզեֆի, հա, Յոզեֆին, որ ծախեցին Եգիպտոս։ Այն Յոզեֆը, որ բանի պիտանի չէ, գցել են հորը, հետո ծախեցին որպես տրուկ։ Այդ տրուկը գնաց ընդեղով դարավ։ Համար մեկ առևտրականը ու իր աղբերները, որ եկան արդեն սոված ծառավ, ինքը ինչ արեց։ Ու այդ երկիրը ոնց փրկվավ։ Ինչի դրսից Փյուրքի միլիարդատերերը այս ստրատեգիան չեն աշխատում։ Դուք նորից նույնικά բիզնես անում եք, դուք ուզեք չուզեք անում եք։ Արեք, բայց պահանջեք դրա տեղ։ Իմ խոսքը ինչու՞ն է տանում, ինչ որ երկրում որ դու մի բան անում ես, փորձի մտնել քաղաքական գործիչների հետ օրինական դաշտ, փորձի մտնել ցույց տալ, որ սա մենք ենք, սա ես ուզում եմ, որ քո երկրի երեխան վայելի, մեկը քո փողը, քո սերունդը, ուզեմ չուզեմ, ես իմից տեղ եմ ապրում, իմ երեխեքս տեղ են ապրում, եկուզ ես չգիտեմ, երեխեն կարող դառնա երկրի պրեզիդենտ կամ բիզնեսմեն կամ որևէ մի բան, բայց ես փորձում եմ սրա դեմ մի բան ուզեմ, որտեղ ես ամենաթանկն եմ տալım, ես իմ սերունդը տալիս եմ այս երկրին, ես այս երկրի համար գրիչ եմ արտադրեմ, բայց դրա տեղ ոչ մի բան չեմ ուզում, ասում եմ ես եմ, ասում եմ չէ, այն մեկ էլ ավելի լավն է, որտեղ տալիս է իր երկրին։ Իր հետ հաշվի է նստում, պահանջում է, եվրեների գիտեք ինչն եմ սիրում, ծնունդի օրը, որ այդ մեկին նվեր է տալը, մի եվրո հետ է բեկալում։ Բա ես քեզ տամ դունձի բան չտաս, բա ես քո երկրի մեջ բիզնես տնեմ, դու իմ լոբինգը կամ հայկական եկեղեցին չճանաչես, բա դու իմ երկրի մասին չիմանաս, ես ասի չէ, որ իտալացիք էի ուղարկել ընտրությունների օր, բայց ոչ թե ընտրությունների համար, ես գրկել եմ նկարահանումների համար, շուտով ես այս ինտերվյու կտամ Իտալիայի համար մեկ ես շաբաթ կիրակի Իտալիայում լինելու սիրելի հայրենակիցներ, մարդիկ, որ եկան Հայաստան նկարահանեցին եկեղեցիները, ես տերդեր չեմ։ Տերդերները իրաց գործում չեն, ես եմ այդ գործում, թե մի ոնց եմ ուղարկել, խի եմ ուղարկել, ինչ եմ արել, լավ եմ արել։ Հեսա շուտով կտենա գլոբալ, ինչ նկարահանում է եղել եւ Հայաստանի մասին ինչա գրում, թե հերոսի մասին, թե գործարարի մասին, թե եկեղեցու մասին, թե պատմության մասին։ Այն գևը, որ մի չամադան առանց գրել կարդալ եկել էր այս երկիր։ Հասկանում եք։ Առանց գրել կարդալ։ Շատ մարդիկ դիպլոմներ ունեն, շատ մարդիկ Rolls-Royce են քշում, շատ մարդիկ ավելի մեծ գործեր են անում։ Հարց, տղեկ ինչ է կարել։ Ինչ ստրատեգիական գործ է կարել, որ այս մեդալը բերեմ, ոչ թե Սասունի պես ուրիշ երկրի մեդալ, խփեն, գոնե պատմություն ունեցեք։ Դուք ձեզ հարգեք։ Ես միշտ ասել եմ, ինչի համար եմ այս գործողությունը այս ամեն ինչն անում, որ որևէ մի բան թողեմ, թե այս երկրի մեջ որպես հայ անուն, թե իմ սերունդին, որ եղել է մի հայ, որ եկել է այս երկիր, մենակ մուսկուլներն ու զենք զրա, կրիմինալ բերցից դուրս եկածը կարար Հիսուս Քրիստոսի անվան տակ փոխվել եւ դառնալ մարդ, չգրել չկարդալով դառնալ բիզնեսմեն։ Եվ հասներ են բարձունքին, որը շատեր ասում են լավ էսի ոնց կարալներ։ Այո, երբ որ դու քո կյանքը տալիս ես Հիսուս Քրիստոսին եւ ասում ես Տեր, տուր ինձ իմաստություն, Սողոմոնը ինչ ուզեց։ Իմաստություն։ Սողոմոնը չասեց ինձ դուր այսինչի թակավորությունը, այսինչի պարտայը, այսինչ օլիգարխի եւ ախտեր կան, չէ՞ օլիգարխներ, թակավորներ, պրինսներ, չգիտեմ, այն կարող ասես սրան եմ ուզում նմանվեմ, Աստված մեկը տալու էր։ Սողոմոնը այդ բանը ինչ ուզեր տալու էր։ Նույնն է Աստված երեք այսօր եւ Հավիդյան, Աստված նույնն է։ Հիմա Սողոմոնը ինչ խնդրեց։ Իմաստություն։ Սիրելի հայ Աստված, ձեզ տրված է առաջի հարությունը։ Հասկանում եք ձեզ ինչա տրված։ Անկախ քո գույներից թե դու ումն ես ընտրել, քեզ տվել է Աստված հարության գինը։ Իմաստությունը տվել ասում է վերցրու։ Երեմիայի 30 ես այդ Երեմիան, հա, 33:33, եթե չեմ ասում, կանչիր իմից, ես եմ քո Աստված։ Արա կանչեք ձեր Աստծուն։
Մեկը դուք դրա մեջ մկրտված եք, ուզեք չուզեք, ձեր մեջ գրված առաջի քրիստոնյա, ուզեք թե չուզեք, ապրեք թե չապրեք, այդ տիտղոսը ձերն է, արժանապատիվ ձևով պահեք։ Պատկերացնում եք հարություն առած թագավորների թագավոր աշխարհի իշխանը առաջի իշխանությունը տվելա ձեզ։ Այսօր մենք ինչ ենք անում։ Արա դառնանք ամենաչմոն, ամենավախկոտը, ամենահարիֆը, ամենաչմտածողը, հասնում ես աբսուրդ է։ Հետո գտանք Աստծուն ասենք Տեր Աստված, ինչի՞ մի արասում ես քեզ տվել էի բոլոր իշխանությունը, գրած է, բոլոր իշխանությունը, հարությունը եւ թագավորությունը եւ աշխարհին էլ ասել եմ, թակուն չեմ պահե արա, աշխարհին էլ ասեմ որ հայերը առաջի քրիստոնյաներն են։ Ինչ անում հայը ամենավերջի բանն անում, ոչ թե ամենաառաջի։ Փոխանակ ազգերը պետք է գային մեզնից սորվեն, մենք ենք եթում ազգերից սորվում։ Փոխանակ ազգերը գան մեր երկիր քրիստոնեայություն սովորեն, մենք ենք բերում օտար վարդապետություն, հալելույա, ես իմի չիներեն, ֆրանսերեն, արա ասում ես ինգեր ճանլը մի րոպե լարես խիարն ու բանը խառնվել էլ լպասիլ, արա էսի մերն էր, արա էսի մենք ենք։ Հասկանում ես։ Ոնց որ Սամալյոտ բանի պիլոտին ասես օդի մեջ ասես սամալյոտը լտու ես քշեմ։ Պատկերացնում եք, ցենք մի հատ ուղևոր լոջիկին ասի ապրել, հիմա դու ցենք ես քշել գիտեմ, ես գիտեմ այդ ինչ աշխամ, թե սամալյոտը օդում ոնց կարաս պահես, հա։ Ցենք մի հատ ուղևորի հետևից գա, ցենք ես քշում եմ 4 տեղանոց սամալյոտ, ցենք հետևից մեկի գանց ասի գեվել, հիմա դիցելի ես նստեմ, ես պատկերացնում եմ սամալյոտի վիճակը։ Ցենք վարկյանների հետ ես եթալեմ անդունդ։ Ու ես ասում եմ, ախպեր գիտես ինքով է։ Արա երկրորդ պեր ասում եմ, ընկեր ճալը թռիցից արա ինքը գիտես ով է։ Արա դու չես ճանաչում սրան։ Արի ախպեր ես, արի, դու համ քրիստոնյա ես, համ գողական ես, համ բոզական ես, համ նիկոլական ես, համ կրված ես, համ չկրված ես, համ ոտով հասած հետ եկած ես Բաքու։ Արի նստի։ Ու մեկ է տենում եք սամալյոտը դմբ։ Արա ասում են գևի սամալյոտը ընկավ։ Բայ։ Խի, որտեվ գևը Ասմանգերն մի րոպե սրա համար ես գնացել եմ 5-6 տարի սովորել եմ, արա։ Էս իմ գործողությունն է, ես գիտեմ սրան ոնց խաղցնեմ։ Դու չես կարա, անգեր դու կարաս մենակ խելոք հետևը նստես, չէ, պարաշուտդ վեկալ քեզ գցի կամ առած պարաշուտի գցի յանտունձնից։ Մենք խենք ես անուղեղներին տալը արա մեր ռուլը։ Ինչի համար ես տալի քո ռուլը, երբ որ դու դրա մեջ կրթությունն ես, երբ որ դու դրա մեջ կանչված ես, խես տալի ուրիշի, եթե դու հովիվ ես, չես բերեմ ուրիշ հովիվի, ինչն է քեզ խանգարում քո հոտին արածացնելու։ Հələ մի հատ մեր եզդի աղբերն է ձեր ցավը տանեմ, ձեզ շատ եմ հարգում, այսօր ձեզ իրանք են շատ այդ հովիվության գործարը։ Հələ գնա մի հատ Երևանցի քաղաքացի, որ գյուղի ոչխարից, կովից չոբանի շնից ոչ մի բանից կուրսի չի։ Հələ թեթասի ապե գիտես ես ով եմ, ես Երևանցի ես ճիշտ եմ։ Հələ մի հատ աղբեր ես գնային, ես ես հոտին ուզում եմ մի հատ տանեմ սարը։ Գցեք այդ եզդի աղբեր գնի, հայ աղբեր գնի, չոբան աղբերը, հովիվ աղբերը։ Կվեկալ այդ չոբանի փետը կկոխի կասայի անասուն։ Այս հոտ ընձի ճանաչում է, այս հոտի տեղը ես գիտեմ սրան ոնց տանեմ, իմ շները գիտեմ ոնց գելերի դեմն առնեն։ Դու ոնց կարաս արա այս հոտին չճանաչելով գաց այս հոտը առաջ տանես։ Այս տարբերակները դիքո կյանքում, սրանք տարբերակներ են, ոչ թե շո վիրավորան կամ մարդկանց բան, ուղղակի ես տարբերակներն եմ բերեմ, որ դուք հասկանաք ես ինչից եմ խոսում։ Ես այս իմ ստրատեգիան է։ Ոնց կարա կռիվը չլած, Ադրբեջանը կռիվ չարը, ռուսը կռիվ չարը, Ադրբեջանը մի բան բերեց դրեց, որ այս երկրում պետք է դիզելն ու բենզինը, որը ճգնաժամներ դրա, նշանակում է նրա արտաքին հետախուզությունը 100%, այսպես 100% անցել է եւ աշխատեց։ Միլիոնավոր դոլարներ, միլիարդավոր դոլարներ աշխատաուժ երկրներ ասեց աղբեր ջան, այս պատմությունն է արեք, որ դուք սս բան չի եղել։ Նրանք ասում ցավը տանեմ, դու մեր ներին հասնես, մենք ու ներին չհասնենք, նորմալ է դա։ Բան հիմի օլիգարխներ, աղբերներ ջան, սփյուռքի միլիարդատերեր, անում եք լավ եք անում, դրեք, մեծացրեք ծավալը, բայց պահանջեք դրա հետ, աշխատեք, իշքան միլիարդատեր հայեր ունենք, մինչև Շարլ Ազնավոր քրքրքրան, հիմի հարց եմ տալի, բերիկ բռնաբարիկ ղրգեցիք հետ, Շարլը արդեն աման չմեր, բայց արդեն քանի դες միլիարդատեր ճանաչված հայեր ունենք։ Այդ հայերը միտքս տալիս են,
միտք եմ տալի։ Կուզես կվերցնես, կուզես չէ, բայց լավ գնի որ վերցնես։ Քանի ճանաչված հայրենակիցներ ունենք։ Նրանք ամեն տեղ, ամեն երկրում հարգանք եւ պատիվ են բարձրացրել։ Հայի անուն։ Նրանց դեմ փակ դուր չկա։ Նրանց հետ ընկերացեք, խնդրեք, որ այդ դռները բացեն ձեր առաջ։ Քանի ուշ չի։ Փորձեք նույն բիզնեսն արեք, մի խափեք։ Ինչ է ստանալու դե եթե $1 միլիոն գցենք այդ 1 միլիարդի մեջ ես 1 միլիոն է խափի։ Քո անունը, քո պատիվը դրա հետ միասին հայի անունն ես գցում։ Մի արա։ Կուշտ ցույց տու քեզ։ Մենք կուշտ ազգ ենք, մենք հաղթածի որդի ենք։ Մենք մուրացկան չենք, մենք բոմժ չենք։ Մենք մեր տղատեսակը չի կարա մուտիլով չի գնի ու խափող լինի։ Փորձեք աշխարհի իշքան հանրահայտ մարդիկ կան, բիզնեսմեն աղբեր քրեր։ Կապնվեք, խնդրեք, հանդիպում։ Եվ փորձեք այդ դռները դեռ չեն փակվել, որտեղ քանի մենք պետությունն ենք, մենք ունենք շանս, բայց քանի որ պետություն չեն, գգա օրը իմ արակասեկեն Ավստրիայի Գևեսին չէր խոսում։ Գգա օրը, գիտեք, ուզած իրանց ինչա, որ էլ պետություն չլինի, իսկ այդ 20 միլիոն սփյուռք էլ անելու բան չի ունենա։ Արա դե կասելու մարանեմ։ Էլ ինչ ներկայացնեմ։ Հասկանում եք, քանի դեռ այդ պետությունը մենք ունենք, դուք ժամանակ չունեք ուրիշ բան անելու, տարբեր երկրներում, ասում եք 82 ճանաչված երկիր կա, եթե չեմ սխալվում, փորձեք ինչ-որ մի բան արտադրել, որ այդ պետությանը պետք կգա, դրեք, մեկա դուք այդեղ ապրում եք, դրեք, բայց դրա դեմ պահանջեք լուսկու չոփ ձեր երկրի համար, պատմություն ձեր երկրի համար, բաներ որ լինի իրանք չտեսնեն, ասեն, մենք այդպես բան չենք տեսել, այդպես բան չկա։ Մենք հային ճանաչում ենք շատ լավ, հələ տեսեք ինչ են անում մարդիկ, մարդ մեր երկիրն զարգացնում են, մեր երկիրը հզորացնում են։ Արեք։ Հետո կգա մի օր, որ կասեք, արեն մարդը ճիշտ է ասում։ Մեկը դու ապրում ես այդ երկրում։ Մեկը քո այդ միլիոնները աշխատում են այդ երկրի համար, ուզես թե չուզես։ Դու ամենաթանկն ես տվել, քո ժամանակն ու քո սերունդը։ Հայի սերունդը մնում արդեն 3-րդ, 4-րդ, 10-100 գեներացիա արդեն հետում է։ Դու էլ ինչ ունես մտածելու, եթե ոչ ճիշտ բարգավաճելու, եթե ճիշտ կոմունիկացիան, ես փորձում եմ անդադ մտնել ոչ թե կեղտոտ դաշտ, ոչ, բարձրը։ Դժվար է, շատ դժվար է։ Բարձրը ներկայացնել ես հայ եմ։ Ես հայ եմ։ Ես ստեղծել եմ այսքան եմ կարացել, բայց էսի գիտես, այս երկրները երբ որ տեսնում են դու գալիս ես 30 տարի, բայց հայկական դրոշը խաչկալքա դրած։ Մարդիկ գալիս են իմ մոտ, ուրիշ ազգի մարդը իմ դրոշը համբուրում է, հարգանքի նշան։ Էդ եմ կարացել անեմ, գցենք։ Դու էլ արամ։ Մի նայի ինձի, մի նայի Գագոին, մի նայի Սամոին։ Եթե ինքը ճիշտ արի կամ սխալ արի, դա չի նշան դու պիտի ստոպ տաս։ Ինձ գիտես իշքան մարդիկ են ասել, գև քեզի պետք է այս ամեն ինչը։ Իրոք ճիշտ էին ասում, բայց հետո որ երբ որ նայում ասում եմ, եթե ես չէ, բա ով։ Բա ով։ Դու արա։ Եթե ինձ ասում ես մի արա, դու արա։ Արա ախպեր, մեզի պետք է հազիվ եկեք տունտեղ 30 տարի ծախել ենք, փախել ենք, եկել ենք, լավից վադից թուղթ ենք ստացել, այստեղ արդեն իմ յոբը խփում է։ Ասում եմ ոչ։ Թուղթ եմ ստացել, բա հետո։ Անունը ինչ դնեմ, գերեզմանից քարին դնեմ օտար մեռել 10 տարի հետո երեխետ այդ գերեզմանը Եվրոպայի չի ուզում, գալու մա տրակտորը քանդում ուրիշիա բերում թաղում։ Ու всё բրծավ, հա, էս է մեր պատմությունը։ Երկրից եթանք հերիք 90-ականներից փախնենք սովից, մթից, մի կերպ հասնենք, դնենք, արա դե ասենք էլ ինչ երկիր, էլ ինչ Հայաստան, լուրջ եք ասում։ Բա եթե սենց եք մտածում, էլ խեք նեղեն, որ մեկը Սյունիքն է վեկալը, մեկը Սևանը կվեկալի, մեկը Երևանը կվեկա, էլ խես մտածում, էլ ինչ են կապիկություն անում։ Եթե չէ, ուրեմն լսի այս խոսքերը։ Դու ստեղծի քո հայկական աշխարհը, քո հարություն առած Քրիստոսով։ Ուրիշի հարություն առածի վրան չես կարա դու հիմքը դնես, որովհետև Քրիստոսը քո մեջ է հարություն առե։ Դու չես կարա քո մեղքը ուրիշի մեղքով մաքրես կամ հագարակը։ Նույնը Աստված ունի քո հետ առաքելություն, երկու գործողություն, խոսել առաջի քրիստոնեությունից, որը տրված է քեզ իշխանությունը, երկրորդը ես մի բան եմ ասել, սա շատերը հիմա նոր են հասկանում։ Հայը,
ուրիշ ազգերի դες գործ չունեմ։ Երկու առաքելություն ունի։ Առաջինը հոգևոր նշանակում է, երբ որ դու հոգևորի մեջ ես, կա արժեքներ, ընտանիք, հայրենիք, բարոյականություն ու դենց շարունակել։ Երկրորդը աշխատել եւ լինել հարուստ։ Երրորդը չկա էլ։ Երբ որ դու հոգևոր ես, մարդկային արժեքից մինչև բարձր արժեքները դա Հիսուս Քրիստոսով փակվում է ամեն ինչ։ Չեմ ասում եմ մարդը լի տղալի անուն թող, ոչ, Քրիստոսի խոսքի մեջ։ Աշխարհին ես մերժել եմ։ Չխառնեք։ Հոգևորի մեջ մտնում է բոլոր արժեքները, բոլոր։ Երկրորդը հայը չի կարող աղքատ լինի, հայը պետք է հարուստ լինի։ Ես պատրաստ եմ լուբոյ գործարարի, լուբոյ գաղափարախոսության առողջ 24 ժամ տեղ ասեք, նստենք, մտածենք, ես ունեմ շատ լավ աղբերներ, շատ լավ հարգանք, մարդիկ, որը որ պատրաստ են, եթե որտեղ որ չի հասնում այն ուռովնի, որ այդ դուռը բացի, ես պատրաստ եմ այդ դուռ բացողի դերը խաղալ, ես պատրաստ եմ այդ սավոկը վեկալեմ քո ոտերի տակ ու հանգարց քարը չկպնի, ոտիկը չփչանա, որ դու եթաս առաջ, եթե ես չեմ կարող գցենք վազեմ 10 կիլոմետր, դու վազում ես 20, ես խոսք եմ տալի, ես քո ջուրը կհասցնեմ խմես, որ դու այդ 20 կիլոմետր ասես, որտեղ մենք ունենք մի առաքելություն, հայ մնալու եւ հոգեվոր մնալու եւ պահելու արժանապատիվ ձևով Քրիստոսի տված պատգամը, Քրիստոսի տված տիտղոսը, առաջի քրիստոնեայություն, դա գիտեք ինչ տիտղոս է, աշխարհում չկա դրանից բարձր տիտղոս, որ Աստվածաշունչը քեզ է տվել, Աստծո խոսքը քեզ է տվել, հայ ազգ, աշխարհի ամենամեծ տիտղոսը քոնն է, հայ ազգ, ու այսօր մենք տենում ենք հայը հային տփում է, հայը հային խփում է, հայը հային նվաստացնում է, տենում ենք ամենուսս նայում ասում ես լավ նյուժելի, մենք ումից ենք էլ մտածում էսի մեզի կխփի, էսի մեզի կսպանի, էսա գլոբալ խնդիրը, մի զարթնի նայա թե գևը ոնց է ապրում, նա զարթնի մի հատ երկինք նայի թե Աստված ոնց է քեզ նայում, ու խնդրա Աստծուն իմաստություն, հավատացնում եմ քեզ, երբ որ դու Աստծուց իմաստություն կխնդրես, ես քեզ ասում եմ Աստված է տալու քեզ այդ իմաստությունը, երբ որ ես 30 տարի առաջ Բերդում էի, ես այդ պատմությունը պատմել եմ մի անգամ, ես չունեի ապագա, չունեի տուն, չունեի ընտանիք, սա կործանված, ինձի ժնջիլներով են տարել այրոպորտ, ոտերի ժնջիլներով, 2 հոկտեմբերանից մարդ կա, մեկը մահացած է, բայց այդ պատմությունը գիտեմ, ինձ սամալյոտի մեջ երբ որ տեսան ժնջիլներով, ասին և ես դու ես, հասկանում եք, ես չունեի ապագա, բայց երբ որ ես ճանաչես Քրիստոսին, երբ որ ես ճանաչա, որ ես հարություն առած Քրիստոսի որդին եմ, հենց այդ պահին բացվավ այն իշխանությունները, որը դաժե հարազատները, իսկական երկրորդ, երրորդ արունակիցները ասում են, և եսի դու ես, ոնց կարա ես մարդը, գիտեք ինչ, Աստված կարա քո կյանքը փոխի, միայն Աստված կարա, մարդու վրա հույս մի դի, մենակ Աստծո վրա հույսը դիր, Աստված կարա քո վաղվա օրը փոխի, քո մտածելակերպը, քո ամեն ինչը կարա Աստված փոխի, Աստված օրհնի ձեզ, լավ եղեք, շուտով կհանդիպենք